Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Մամ, բա տատիկին երբ ենք վռնելու։ 9-ամյա Մհերը այս հարցը տվեց հենց ընթրիքի ժամանակ։ Իր պատճառով մեր տանը այնքան նեղվածք է, որ չեմ կարողանում նույնիսկ ընկերներիս տուն կանչել։ Արի իր սենյակը սարքենք իմ խաղասենյակը։ 73-ամյա տիկին Անահիտի ձեռքից գդալը գրեթե վայր ընկավ։ Նրա հարսը Սաթենիկը, որդուն կշտամբելու փոխարեն, միայն թեթևակի նայեց սկեսրոջը եւ քմծիծակ տվեց։ Մհեր ջան, մի քիչ էլ դիմացի, տատիկը շուտով ինքը ամեն ինչ կհասկանա ու կգնա։ Նրա որդին Տիգրանը գլուխը կախ լուր ուտում էր, ոչ մի բառ չասելով ի պաշտպանություն մոր։ Անահիտի սիրտը կտոր եղավ։ Կես տարի առաջ ամուսնու մահից հետո նա լիովին մենակ էր մնացել եւ տեղափոխվել էր որդու մոտ։ Այդ օրվանից նա ապրում էր վախենալով նույնիսկ աչքերը բարձրացնել, բայց երբեք չէր մտածի, որ նման բան կլսի։ Այդ գիշեր Անահիտը չկարողացավ քնել, իսկ մի քանի օր անց, երբ հարսը մեկնեց արձակուրդ, Անահիտը սկսեց գործել։ Նրանցից ոչ մեկը չգիտեր ոչ այն, որ այս բնակարանը իրականում պատկանում էր իրեն, եւ ոչ էլ այն, թե ինչ է նա մտահղացել։ Սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես 9-ամյա թոռը հարցրեց. «Երբ ենք վռնելու տատիկին», իսկ հարսը ժպիտով պատասխանեց. «Համբերիր, նա շուտով ինքը կգնա»։ Բայց հարսը գաղափար անգամ չուներ, որ բնակարանը ձևակերպված է սկեսրոջ անունով։ Թխուր պատմություն 73-ամյա կնոջ մասին, ով ապրում էր սեփական տանը աղախնի կարգավիճակում, հանդուրժելով նվաստացումները, մինչև մի օր լռելյան սկսեց գործել։ Դիտեք այս պատմությունը մինչև վերջ։ Իր 73 տարեկանում Անահիտը անփոփոխ արթնանում էր առավոտյան ժամը 5-ին։ Նա վեր էր կենում իր փոքրիկ սենյակում, որն ավելի շատ պահեստ էր հիշեցնում, կամաց բացում էր դուռը եւ ուղղվում դեպի խոհանոց։ Այդպես էր սկսվում նրա ամեն օրը։ Այն 6 ամիսների ընթացքում, ինչ նա ապրում էր Վանաձորում իր որդու Տիգրանի տանը, Անահիտը ոչ մի օր բաց չէր թողել նախաճաշ պատրաստելը։ Նա սառնարանից հանում էր մթերքները, գազին էր դինում ճաշը, ձվածեղ էր տապակում, տանը լռություն էր, ոչ ոք դեռ չէր արթնացել։ Անահիտը միայնակ չարչարվում էր խոհանոցում, ընտանիքի համար նախաճաշ պատրաստելով։ Ժամը 7-ին խոհանոցում հայտնվեց հարսը, Սաթենիկը, գիշերազգեստով։ Մայրիկ, այսօր էլի շատ աղի է ստացվել, նետեց նա, դեմքը ծռելով հենց առաջին գդալից, որը Անահիտը այդպիսի խնամքով էր պատրաստել։ Կներես, հաջորդ անգամ ավելի քիչ աղ կգցեմ, ցածր ձայնով պատասխանեց Անահիտը գլուխը կախ։ Սաթենիկը ոչինչ չպատասխանելով նստեց սեղանի շուրջ եւ սկսեց նայել հեռախոսին։ Շուտով խոհանոց մտավ որդին, Տիգրանը, փողկապն ուղղելով։ Մամ, ո՞նց ես քնել։ Նա ողջունեց ընթացքի մեջ եւ պատասխանին չսպասելով անմիջապես սկսեց ուտել։ Այն բանից հետո, երբ աշխատավայրում նրան չէին առաջ խաղացրել, Տիգրանը տանն էր մռայլ շրջում։ Նա անընդհատ նայում էր կնոջը եւ ոչ մի անգամ կարգին չէր խոսել մոր հետ։ Հայտնվեց նաեւ 9-ամյա Մհերը, պայուսակը ուսին։ Տատ, ուտելու մի բան դիր հետս։ Անահիտը հանեց նախորոք պատրաստած կարկանդակները եւ տոպրակով մեկնեց թորանը։ Մհերը վերցնելով տոպրակը զզվանքով թափտվեց ձեռքերը, ասելով. «Ֆու, տատիկ, ձեռքերդ կեղտոտ են»։ Անահիտի սիրտը նորից ցավից սեղմվեց, բայց նա լռեց։ Սեղանի շուրջ նրա վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Սաթենիկը ծիծաղում էր, հեռախոսով ընկերուհի հետ խոսելով, իսկ Տիգրանը խորացել էր թերթի մեջ։ Անահիտը կանգնած էր խոհանոցի անկյունում եւ լուր հետևում էր, թե ինչպես է ուտում իր ընտանիքը։ Երբևէ նա էր այս տանտիրուհին, իսկ հիմա դարձել էր անտեսանելի միեյակ։ Երբ նախաճաշն ավարտվեց եւ Տիգրանն ու Մհերը գնացին, Սաթենիկը բազմոցին թիկնտված միացրեց հեռուստացույցը։ Մայրիկ, ամանները կլվանակ էլի, ես այսօր ընկերուհիներիս հետ եմ հանդիպելու։ Անահիտը լուր գլխով արեց ու գնաց խոհանոց։ Սառը ջուրը ցավեցնում էր հոդերը, բայց նա համբերում էր։ Երբ նա վերջացրեց ամանները, Սաթենիկն արդեն շպարվել էր ու պատրաստ էր դուրս գալուն։ Մայրիկ, ընթրիքը ձեզ համար մի բան կպատրաստեք, ես ուշ կգամ։ Մուտքի դուռը ուժգին շրքաց եւ բնակարանում նորից լռություն տիրեց։ Անահիտը նստեց հյուրասենյակի բազմոցին եւ սկսեց նայել պատուհանից։ Հեռվում բակում խաղում էին երեխաները։ Ցերեկը Անահիտը մտավ իր սենյակը եւ նստեց 5 կարի մեքենայի մոտ։ Այն գնել էին այն գումարով, որը խնայել էին դեռ ամուսնու կենթանության օրոք, երբ փոքրիկ թեյարան ունեին։ Հիմա նա հազվադեպ էր օգտվում դրանից, բայց նույնիսկ պարզապես դրան դիպչելը սփոփանք էր բերում։ Վանո ջան, չգիտեմ էլ ինչ եմ անում այստեղ, շշնջաց նա, նայելով ամուսնու լուսանկարին։ Երեկոյան դպրոցից վերադարձավ Մհերը։ Տատ, սոված եմ, ուտելու բան կա։ Անահիտը գնաց խոհանոց եւ նրա համար պելմենի եփեց։ Մհերը աղմուկով ուտում էր, աչքը չկտրելով խաղային սարքից։ Մհեր ջան, դպրոցում ինչ կա, զգուշությամբ հարցրեց Անահիտը։ Բայց թոռը խաղով տարված նույնիսկ չպատասխանեց։
Ժամը 19-ին աշխատանքից վերադարձավ Տիգրանը։ Անահիտը շտապեց սեռան գցել։ Նա ամեն ինչ հոգով էր պատրաստել՝ բորշ, կոտլետներ, բասկով աղցան։ Բայց Տիգրանն ասաց. «Մամ, այնքան հոգնած եմ, մի թեփև բան կուտեմ ու կպարկեմ»։ Եվ նա իր համար արագ պատրաստվող լապշա սարքեց։ Մոր պատրաստած ընթրիքն այդպես էլ մնաց անձեռնմխելի։ Ժամը 21-ին վերադարձավ Սաթենիկը։ «Օֆ, մեռած հոգնած եմ»։ «Ընթրելու ես»։ Հարցրեց Անահիտը։ Բայց հարսը չպատասխանելով անցավ իր սենյակը։ Անահիտը հառաչելով հավաքեց սեղանից չկերված ուտելիքը։ Այդ երեկո մթնոլորտը սեղանի շուրջ առանձնապես սառն էր։ Առաջինը խոսեց Սաթենիկը. «Սիրելիս, ես հաջորդ շաբաթ ընկերուհիներիս հետ պայմանավորվել եմ Սևան գնալ հանգստանալու։ Մի շաբաթով։ Լավ է»։ «Լավ է, գնա։ Ես էլ հենց այդ ժամանակ գործուղման եմ լինելու Երևան», պատասխանեց Տիգրանը։ Անահիտը լուռ ուտում էր։ Հանկարծ Մհերը, նայելով մորը, բարձրաձայն հարցրեց. «Մամ, բատատիկին երբ ենք վռնելու»։ Անահիտի ձեռքի գդալը զնգոցով դիպավ ափսեին։ «Իր պատճառով տանը տեղ չկա, ընկերներից չեմ կարողանում կանչել։ Արի իր սենյակը սարքենք իմ խաղասենյակը»։ Կարծես ոչինչ էլ չէր եղել, շարունակեց Մհերը։ Անահիտը նայեց Թորանը։ Նա չէր հավատում, որ 9-ամյա երեխան կարող է նման բաներ ասել։ Սաթենիկը որդուն կշտամբելու փոխարեն միայն հայացք գցեց սկեսրոջ վրա ու քմծիծաղ տվեց։ «Մհեր ջան, մի քիչ էլ դիմացի, տատիկը շուտով ինքը ամեն ինչ կհասկանա ու կգնա»։ Տիգրանը նստած էր գլուխը կախ ու լուռ ուտում էր։ Նա ոչ մի բառ չասացի պաշտպանություն մոր։ Անահիտը զգաց, թե ինչպես է շունչը կտրվում։ Նա այլևս չէր կարող մնալ սեղանի շուրջ։ Լուռ վեր կենալով նա դրեց գդալը եւ գնաց խոհանոց, ամանները լվանալու։ Արցունքները հոսում էին այտերով, խառնվելով սառը ջրին։ «Ինչ եմ սխալ արել», մտածում էր նա, շուրթերը կծելով, որ բարձր չհեկեկա։ Ավարտելով ամանները, Անահիտը վերադարձավ իր սենյակ եւ փակեց դուռը։ Նա բացեց պահարանի դարակը եւ հանեց հին լուսանկարները, որոնք պահում էր ամենահեռու անկյունում։ Դրանցից նայում էին ինքն ու ամուսինը երիտասարդ տարիներին։ «Վանո, հիմա ես ինչ անեմ», շշնջաց նա, լուսանկարները սեղմելով կրծքին։ Սիրտը նորից ծագեց։ Անահիտը ձեռքով ուժգին սեղմեց սիրտը։ Վերջին ժամանակներս նման ցավերը հաճախակի էին դարձել։ Երևի տարիքից է։ Պետք է մի քիչ համբերել ու ամեն ինչ կանցնի։ Այդ գիշեր նա չկարողացավ քնել։ Նայում էր առաստաղին, իսկ գլխում արձագանքում էին թորան բառերը։ Երբ ենք վռնելու տատիկին։ Դրանք վիրավորել էին նրան հենց սրտից։ Միայն լուսադեմին Անահիտը փակեց աչքերը, բայց քունը չէր տանում։ Գլխում տագնապալի մտքեր էին պտտվում։ «Ինչ անել հիմա», շշնջաց նա։ Եվ այդ գիշեր նրա հոգում մի որոշում ծնվեց։ Հաջորդ առավոտ Անահիտը ինչպես միշտ արթնացավ 5-ին, բայց ինչ-որ բան այլ էր։ Թորան խոսքերը դեռ հնչում էին ականջներում, բայց հայացքում հայտնվել էր նախկինում չտեսնված վճռականություն։ Նախաչաշը պատրաստելիս նա խորասուծված էր մտքերի մեջ։ Սեղանը գցելուց հետո Անահիտը չնստեց։ Նա կանգնած էր խոհանոցի անկյունում եւ լուռ հետևում էր ընտանիքին։ «Մայրիկ, ինչու չեք նստում, նախաչաշեք», ասաց Սաթենիկը։ Արտաքուստ դա հնչում էր որպես հոգատարություն, բայց հայացքը մնում էր սառը։ «Ոչինչ, ես հետո կուտեմ», կարճ պատասխանեց Անահիտը եւ շրջվեց։ Տիգրանը ձևացնելով, թե շտապում է աշխատանքի, նույնիսկ չնայեց մորը։ Ուղղելով փողկապը եւ վերցնելով պայուսակը, նա դուրս եկավ տանից, նույնիսկ հրաժեշտ չտալով։ Հայտնվեց Մհերը դպրոցական պայուսակով։ «Տատ, փող տուր, դպրոցում բան առնեմ»։ Անահիտը մի պահ վարանեց, նայելով թորան մեկնած ձեռքին։ «Մհեր ջան, տատիկը փող չունի», կամաց ասաց նա, գլուխը օրորելով։ «Այ քեզ բան», մրթմրթաց Մհերը, դեմքը ծռելով, եւ վազեց դուրս։ Սաթենիկը հայելու առաջ նստած չպարվում էր ու ասում. «Մայրիկ, ես ձեզ ասել էի չէ, որ հաջորդ երկուշաբթի մեկնում եմ Սևան»։ «Այո, լսել եմ», կարճ պատասխանեց Անահիտը։ Սաթենիկը հայելու միջով հայացք նետելով սկեսրոջ վրա շարունակեց. «Տանը աչք կպահեք մի շաբաթ»։ «Լավ, իսկ Տիգրանը երբ է գնում գործուղման», զգուշությամբ հարցրեց Անահիտը։ «Այս շաբաթ օրը, ասում է մի շաբաթով», պատասխանեց Սաթենիկը շուրթերը ներկելով։ Անահիտը մտքում սկսեց հաշվել օրերը, երբ Սաթենիկը ավակվելով գնաց, բնակարանում նորից լռություն տիրեց։
Անահիտը մտավ իր սենյակը եւ բացեց դարակը։ Նա հանեց փաստաթղթերի հին թղթապանակը, որը պահում էր ամենահեռու հնգյունում։ Այնտեղ բնակարանի սեփականության վկայականն էր եւ խնայողական գրքույկը։ Երբ նա բացեց փաստաթղթերը, ձեռքերը թեթևակի դողում էին։ Այս բնակարանը իրենք ամուսնու հետ գնել էին այն գումարով, որը հավաքել էին ողջ կյանքում։ Մահից առաջ ամուսինը ուզում էր այն վերաձևակերպել որդու անունով, բայց գործընթացի ժամանակ բնակարանը այդպես էլ մնացել էր Անահիտի անունով։ Սաթենիկը համոզված էր, որ դա զուտ ձևականություն է եւ շուտով ամեն ինչ կլինի իրենցը։ Բայց Անահիտը այդպես էլ չէր դրել իր ստորագրությունը։ Նա վերցրեց հեռախոսը, մի պահ տատանվելուց հետո հավաքեց անշարժ գույքի գործակալության համարը։ Ալո, անշարժ գույքի գործակալությունն է։ Այո, ճիշտ է։ Ինչով կարող եմ օգնել, պատասխանեց աշխույգ մի ձայն։ Ես կցանկանայի վաճառել բնակարանս, դողացող ձայնով ասաց Անահիտը։ Ահա, իսկ ո՞րն է հասցեն։ Անահիտը դանդաղ թելադրեց հասցեն։ Ձեզ շտապ է պետք վաճառել, հարցրեց գործակալը։ Այո, պետք է կանխավճարը ստանալ 1 շաբաթվա ընթացքում, իսկ վերջնահաշվարկը 10 օրում։ Անպայման։ Անահիտի ձայնը հնչում էր անսովոր պինդ։ Գործակալը մի պահ լռեց, հետո պատասխանեց. Կարծում եմ դա հնարավոր է, եթե գինը շուկայականից մի քիչ ցածր դնենք։ Ոչինչ, կարևորը արագ վաճառվի, կտրուկ ասաց կինը։ Այդ դեպքում կարող եմ գալ նայելու բնակարանը։ Այո, եկեք ցերեկը, ես մենակ կլինեմ։ Անահիտը անջատեց հեռախոսը եւ խորը շունչ քաշեց։ Անցավ մի քանի օր։ 5 շաբթի ցերեկը Սաթենիկը եռանդով հավաքում էր ճամպրուկները։ Մայրիկ, ես 2 շաբթի շատ շուտ եմ դուրս գալու, այնպես որ Կիրակի երեկոյան արդեն ամեն ինչ հավաքած կլինի։ Լավ է, գնա։ Բարի ճանապարհ քեզ, հանգիստ պատասխանեց Անահիտը։ Սաթենիկը մոտեցավ նրան ու ասաց. Մայրիկ, քանի ես չկամ, մհերին լավ կնայեք, իսկ Տիգրանն էլ գործուղման է լինելու, այնպես որ ստիպված եք լինելու հետևել նրան։ Հասկացա, գլխով արեց Անահիտը։ Սաթենիկը մի պահ նայեց նրան ու ավելացրեց. Իդեպ մայրիկ, շուտով պետք կլինի փաստաթղթերը պատրաստել տան վերաձևակերպման համար, այնպես որ ձեր կնիքը չկորցնեք։ Այս խոսքերից Անահիտի սիրտը թրթռաց։ Այո, լավ, պատասխանեց նա աշխատելով հանգիստ խոսել։ Սաթենիկը ոչից չկասկածելով վերադարձավ իր գործին։ Շաբաթ առավոտյան Տիգրանը հավաքում էր իրերը գործուղման համար։ Մամ, ես մի շաբաթով եմ, մհերին աչքիդ տակ կպահես։ Լավ է, բարի ճանապարհ, ասաց Անահիտը ճանապարհելով որդուն։ Տիգրանը թփթփացրեց մորուսին ու դուրս եկավ։ Երկուշաբթի լուսադեմին Սաթենիկը միջանց քանեց իր ճամփրուկը։ Մայրիկ, ես գնացի։ Տանը տիրություն արեք։ Այո, գնա։ Լավ հանգստացիր։ Անահիտը ճանապարհեց հարսին։ Լսելով, թե ինչպես է փակվում մուտքի դուռը, նա խորը շունչ քաշեց։ Հիմա տանը մնացել էին միայն ինքն ու մհերը։ Առավոտյան Թորը գնում էր դպրոց եւ վերադառնում էր ժամը 3-ի կողմերը։ Այդ ամբողջ ժամանակը Անահիտը մենակ էր։ Հենց այդ ժամանակն էր նրան պետք։ Երկուշաբթի առավոտյան ժամը 10-ին եկավ գործակալը։ Բարև ձեզ, տիկին Անահիտ, քաղաքավարի ողջունեց նա։ Համեցեք, հրավիրեց նա տուն։ Ձեր բնակարանը շատ լավն է, այսպիսի նախագծով շատ արագ կվաճառվի, ասաց գործակալը շուրջը նայելով։ Իսկապես, այն իրոք կարելի է արագ վաճառել, հույսով հարցրեց Անահիտը։ Այո, եթե գինը մի քիչ ցածր դնենք, կարծում եմ մի քանի օրից հետաքրքրված գնորդներ կբերեմ, վստահ պատասխանեց գործակալը։ Այդ դեպքում ես ձեր հույսին եմ։ Իդեպ բնակարանը չէ որ ձեր անունով է ձևակերպված, ստուգելու համար հարցրեց նա։ Այո, իմ անունով է, ահա փաստաթղթերը։ Անահիտը նրան մեկնեց նախորոք պատրաստված սեփականության վկայականը։ Այո, ամեն ինչ կարգին է։ Գործակալը նայեց փաստաթղթերը եւ գլխով արեց։ Այդ դեպքում վաղը կամ մյուս օրը կբերեմ պոտենցիալ գնորդների։ Այո, միայն խնդրում եմ եկեք ցերեկը, քանի Թորս դպրոցում է, խնդրեց նա։ Գործակալի գնալուց հետո Անահիտը երկար նստած էր բազմոցին։ Սիրտը ուժգին բաբախում է։ Ինչ եմ ես անում, շշնջաց նա, բայց անմիջապես հիշեց Թորան խոսքերը։ Երեքշաբթի ցերեկը գործակալը եկավ մի երիտասարդ զույգի հետ։ Տիկին Անահիտ, սա գնորդներն են։ Եկել են բնակարանը նայելու։ Համեցեք, խնդրեմ, հյուրընկալ դիմավորեց նրանց Անահիտը։ Երիտասարդները ուշադիր ամեն ինչ զննեցին։ Սիրելիս, այստեղ շատ վատ չէ։ Այո, եւ նախագիծն էլ լավն է, ասաց կինը ամուսնուն։ Այո,
Ինձ էլ է դուր գալիս, գլխով արեց ամուսինը։ Կասեք, ինչու եք այդքան շտապ վաճառում, զգուշությամբ հարցրեց երիտասարդը։ Տղայիս մոտ եմ տեղափոխվում։ Այսքան մեծ տանը մենակ ապրելը դժվար է, հանգիստ ստեց Անահիտը։ Երիտասարդ զույգը գլխով արեց իրար նայելով։ Մենք կցանկանայինք գնել այս բնակարանը, առաջինն ասաց կինը։ Իսկապես, Անահիտի ձայնը դողաց։ Այո, մեզ շատ դուր եկավ։ Երբ կարող ենք պայմանագիրը ստորագրել, հարցրեց ամուսինը։ Խոսակցությանը միջամտեց գործակալը։ Վաղը կարող եք գալ գրասենյակ պայմանագրի համար։ Կանխավճարը կտակ վաղը, իսկ մնացած գումարը 1 շաբաթից։ Այո, մեզ դա ձեռնընտու է։ Անահիտը զգաց, թե ինչպես է հողը փախչում ոտքերի տակից։ Չորեքշաբթի առավոտյան նա գնաց գործակալություն։ Երիտասարդ զույգն արդեն սպասում էր այնտեղ։ Տիկին Անահիտ, նստեք, ցույց տվեց գործակալը։ Նրանք ստորագրեցին պայմանագիրը, եւ երիտասարդ զույգը նրան հանձնեց կանխավճարը։ Մնացած գումարը կփոխանցենք հաջորդ չորեքշաբթի, ասաց երիտասարդը։ Այո, լավ, գլխով արեց Անահիտը, վերցնելով փողով ծրարը։ Այն նրան շատ ծանր թվաց։ Տուն վերադառնալով նա ծրարը պահեց դարակի խորքում։ Ձեռքերը դեռ դողում էին։ Հիմա հետդարձի ճանապարհ չկա, շշնջաց նա։ Բայց ափսոսանք չկար։ Երեկոյան դպրոցից վերադարձավ Մհերը։ Տատ, սոված եմ։ Ուտել ու բան տուր։ Լավ է։ Հիմա ամեն ինչ պատրաստ կլինի։ Անահիտը գնաց խոհանոց ընթրիք պատրաստելու։ Մհերը նստած էր հյուրասենյակում, խորացած իր խաղի մեջ։ Մհեր ջան, արի ընթրելու, կանչեց Անահիտը։ Մհերը նույնիսկ առանց խաղը ձեռքից թողնելու նստեց սեղանի շուրջ։ Տատ, բա մաման երբ է գալու։ Երևի կիրակի օրը։ Անահիտը նրա ափսեի մեջ ուտելիք լցրեց։ Տատիկ, մաման ասել է հենց գա հաստատ իմ խաղասենյակն է սարքելու, ասաց Մհերը ծամելով։ Անահիտը ոչինչ չպատասխանեց։ Սիրտը նորից ծակեց, բայց նա զսպեց իրեն։ Այդ գիշեր մենակ նստած իր սենյակում նա նայում էր խնայողական գրքույկները։ Պետք էր որոշել, թե ուր է գնալու, երբ ստանա բնակարանի գումարը։ Նա հանեց մի փոքրիկ ճամփրուկ եւ թաքցրեց մահճակալի տակ։ Նա պլանավորում էր իր հետ վերցնել միայն մի քանի լուսանկար ամուսնու հետ, հին կարի մեքենան եւ մի քանի ձեռքշոր։ Ավելին նրան պետք չէր։ Նոր կյանքում չպետք է տեղ լիներ անցյալի բեռի համար։ Անցավ մի քանի օր։ Վաղը պետք է վերադառնար Սաթենիկը։ Անահիտը չէր կարողանում քնել, նայելով առաստաղին։ Վաղը ամեն ինչ կավարտվի, շշնջաց նա։ Երկուշաբթի առավոտյան Անահիտը արթնացավ ժամը 4-ին։ Դա Սաթենիկի արձակուրդից վերադառնալու օրն էր, բայց մինչ այդ նա պետք է մի գործ ավարտեր։ Այսօր գործակալությունում պետք է տեղի ունենար վերջնահաշվարկը եւ սեփականության իրավունքի փոխանցումը։ Նա ակամած վեր կացավ եւ հագնվեց։ Դարակից հանեց կնիքը, անձնագիրը, խնայողական գրքույկը եւ դրեց պայուսակի մեջ։ Ձեռքերը դողում էին, բայց հոգում տարօրինակ հանգստություն էր։ Ահա հիմա ամեն ինչ իսկապես սկսվում է։ Անահիտը շշնջաց դա եւ պինդ սեղմեց պայուսակի կապը։ Առավոտյան ժամը 8-ին Մհերը գնաց դպրոց եւ բնակարանում նորից լռություն տիրեց։ Հավաքվելով Անահիտը դուրս եկավ տանից։ Ճանապարհը մինչև գործակալությունը նրան շատ երկար թվաց, բայց նա հետ չէր նայում։ Գրասենյակում արդեն սպասում էր երիտասարդ զույգը։ Տիկին Անահիտ, համեցեք, հյուրընկալ դիմավորեց նրան գործակալը։ Բարև ձեզ։ Նա նստեց եւ հանեց բերված փաստաթղթերը։ Վերջնահաշվարկը ավելի արագ անցավ, քան նա կարծում էր։ Երիտասարդ զույգը փոխանցեց գումարը նրա հաշվին եւ նա իր կնիքը դրեց սեփականության փոխանցման փաստաթղթերի վրա։ Տիկին Անահիտ, ամեն ինչ պատրաստ էր։ Նոր բնակիչները կտեղափոխվեն չորեքշաբթի օրը, ժպտալով ասաց գործակալը։ Նա գլխով արեց։ Տիկին Անահիտ, առողջություն ձեզ նոր վայրում, ասաց երիտասարդ կինը բռնելով նրա ձեռքը։ Շնորհակալություն։ Դուք էլ երջանիկ ապրեք այս տանը, պատասխանեց Անահիտը, ստիպողաբար շպտալով։ Սիրտը սեղմվեց, բայց նա զսպեց արդյունքները։ Տուն վերադառնալով Անահիտը հոգնած նստեց հյուրասենյակի բազմոցին։ Հիմա դա այլևս իր տունը չէր։ Չորեքշաբթի օրը այստեղ կմտնեին նոր տերերը։ Եվ նա պետք է հեռանար, պետք է շտապել։ Նա վեր կացավ եւ ուղղվեց դեպի իր սենյակը։ Շուրջը նայելով նա սկսեց մտածել, թե ինչ վերցնի հետը։ Պահարանից հանեց մի քանի ձեռք հագուստ,
Դարակից զգուշությամբ հանեց ամուսնու լուսանկարները եւ դրեց պայուսակի մեջ։ Հին կարի մեքենան շատ ծանր էր իր հետ տանելու համար, բայց Անահիտը երկար շոյեց այն հրաժեշտ տալով։ Ժամը 15-ին դպրոցից վերադարձավ Մհերը։ «Տատ, ես եկա, սոված եմ»։ «Լավ է, հիմա քեզ ուտելու բան կտամ»։ Անահիտը գնաց խոհանոց եւ նրա համար պատրաստեց։ Մհերը նստեց բազմոցին ու միացրեց մուլտֆիլմերը։ «Մհեր ջան, իսկ մաման այսօր ժամը քանիսին է գալու»։ Զգուշությամբ հարցրեց նա։ «Ասաց երեկոյան ժամը 6-ի կողմերը», պատասխանեց Մհերը, աչքը չկտրելով հեռուստացույցից։ Անահիտը նայեց ժամացույցին։ Մնացել էր եւս 3 ժամ։ Նա գնաց խոհանոց եւ սկսեց ընթրիք պատրաստել։ Այսօր նա ուզում էր առանձնահատուկ մի բան պատրաստել։ Նա ամեն ինչ պատրաստում էր առանձնակի խնամքով։ Վերջին անգամ, շշնջում էր նա։ Ժամը 18:00-ին լսվեց դրան բացվելու ձայնը։ «Մաման եկավ», գոռաց Մհերը ու վազեց միջանցք։ «Տղես, կարոտել է իր մայրիկին», լսվեց Սաթենիկի ձայնը։ Նա ճամպրուկով մտավ հյուրասենյակ։ «Մայրիկ, լավ եք», քաղաքավարի հարցրեց նա, բայց հայացքը նույն սառնությամբ էր։ «Այո, ամեն ինչ լավ է», կարճ պատասխանեց Անահիտը, սեղան գցելով։ «Այսօր ինչքան շատ ուտելիք կա», նկատեց Սաթենիկը։ «Ուղղակի պատրաստել եմ այն, ինչ սիրում եք», հանգիստ պատասխանեց Անահիտը։ Սաթենիկը առանց առանձնակի հետաքրքրությամբ ճամպրուկը քաշ տվեց դեպի սենյակ։ Ժամը 19-ին գործուղումից վերադարձավ նաև Տիգրանը։ «Մամ, ես եկա, բարով ես եկել տղաս, երևի հոգնած ես»։ «Գնա լվացվիր ու նստիր ընթրելու»։ Տիգրանը հոգնած տեսքով գլխով արեց ու անցավ իր սենյակ։ Ժամը 20-ին ամբողջ ընտանիքը վերջապես հավաքվեց սեղանի շուրջ։ Սաթենիկի, Տիգրանի եւ Մհերի առաջ դրված էր սիրով պատրաստված ընթրիքը։ Անահիտը նույնպես նստեց սեղանի շուրջ ընտանիքի հետ, երկար ժամանակ անց առաջին անգամ։ «Տատիկ, բա այսօր ինչու է այսքան շատ բան պատրաստված», հարցրեց Մհերը։ «Ուղղակի ուզեցի պատրաստել այն, ինչ սիրում եք», թխուր ժպիտով պատասխանեց Անահիտը։ Մհերը, նույնիսկ գլխով չանելով, անցավ կոտլետին։ Սաթենիկը ծիծաղում էր, հեռախոսով արձակուրդի նկարները նայելով։ Միայն Տիգրանն էր ժամանակ առ ժամանակ գաղթագողի նայում մորը։ «Մամ, լավ ես, լավ տեսք չունես, ամեն ինչ լավ է, ուղղակի մի քիչ հոգնել եմ»։ Տիգրանը այլևս ոչինչ չհարցրեց ու սկսեց ուտել։ Ընթրիքի ժամանակ ոչ ոք Անահիտի վրա ուշադրություն չէր դարձնում։ Սաթենիկը ոգևորված պատմում էր իր ուղևորության մասին, Մհերը խաղերի։ Տիգրանը, հոգնածությունը պատճառաբանելով, արագ կերավ ու վեր կացավ։ Անահիտը լուռ հետևում էր նրանց։ Ընթրիքից հետո Սաթենիկը նստեց բազմոցին հեռուստացույց նայելու։ Տիգրանը պառկեց իր սենյակում, իսկ Մհերը գնաց իր մոտ խաղալու։ Անահիտը միայնակ սկսեց լվանալ ամանները։ Ձեռքերը սառը ջրի մեջ մտցնելով նա մտածեց, որ սա վերջին անգամն է, որ ինքը աման է լվանում այս տանը։ Ավարտելով նա վերադարձավ իր սենյակ։ Մահճակալի տակից հանեց արդեն հավաքված ճամփրուկը։ Ստուգելով արդյոք ամեն ինչ տեղում է, նա խորը շունչ քաշեց։ Ժամանակն է։ Ժամը 22-ին տանելորություն էր։ Սաթենիկն արդեն քնած էր։ Տիգրանը խռմփացնում էր իր սենյակում։ Մհերն էլ խաղերից հոգնած քուն էր մտել։ Արթուն էր միայն Անահիտը։ Նա նստեց սեղանի մոտ եւ հանեց մի փոքրիկ թղթի կտոր։ Վերցնելով գրիչը նա երկար մտածեց ինչ գրել։ Ներեցե, լավ մնացեք։ Վերջում նա գրեց ընդամենը մի քանի տող։ Այս բնակարանը իմն էր։ Ես այն վաճառեցի։ Նոր տերերը տեղափոխվում են չորեքշաբթի օրը։ Ներեցեք։ Երբ նա ծալում էր նամակը, ձեռքերը դողում էին։ Նա գիտեր, թե ինչպիսի շոկ կլինեն այս կարճ տողերը իր ընտանիքի համար, բայց նա այլևս չէր կարողանում համբերել։ Նամակը թողնելով խոհանոցի սեղանին, Անահիտը վերադարձավ իր սենյակ։ Առավոտյան ժամը 4-ին նա վերջին անգամ նայեց բնակարանին։ 40 տարի նա ապրել էր այս տանը։ Այստեղ ինքն ու ամուսինը ծիծաղել էին ու լաց եղել։ Այստեղ նա մեծացրել էր որդուն եւ ուրախացել թորան ծննդով, բայց հիմա սա այլևս իր տունը չէր։ Նա երկար կանգնեց քնած թորան սենյակի դռան մոտ։ Կամաց բացելով դուռը, նա նայեց Մհերին։ «Մհեր ջան, առողջ մեծացիր», շշնջաց նա։ Կանգնեց նաև որդու եւ հարսի ննջարանի դռան մոտ, բայց այն չբացեց։ «Լավ ապրեք»։ Միայն սա ասաց նա, նախքան շրջվելը։ Ժամը 5-ին Անահիտը ճամպրուկով կանգնած էր մուտքի դռան մոտ։ Երբ նա բռնեց դռան բռնակը, սիրտը սկսեց ուժգին բաբախել։ Հետդարձի ճանապարհ չկա։ Հիմա ես պետք է ապրեմ իմ կյանքով։ Իրեն հանգստացնելով նա բացեց դուռը։ Կամաց փակելով այն իր հետևից նա իջավ աստիճաններով։ Նա հետ չէր նայում, վախենում էր, որ եթե հետ նայի կզղջա։ Դուրս գալով բակից դեպի մեծ ճանապարհը, նա զգաց առավոտյան օդի թարմությունը։ Պինդ սեղմելով պայուսակը, նա ուղղվեց դեպի ավտոբուսի կանգառ։ Ահա եւ սկիզբը, շշնջաց նա, սպասելով ավտոբուսին։ Նստելով ավտոբուս եւ նայելով պատուհանից նա զգում էր եւ վախ եւ հույս։ Առաջին անգամ իր ամբողջ կյանքի ընթացքում, որը նա նվիրել էր ընտանիքին, Անահիտը ընտրություն կատարեց իր համար։
Ավտոբուսը շարժվեց եւ այն թաղամասը, որտեղ նա ապրել էր այսքան տարի, սկսեց հեռանալ։ Արդյունքները հոսում էին այտերով, բայց դրանք միայն թխրության արդյունքներ չէին, սկսում էր լուսանալ։ Անահիտը պայուսակից հանեց ամուսնու լուսանկարը։ «Վանո ջան, չէ՞ որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում», կամաց հարցրեց նա նկարին։ Մի քանի ժամ անց ավտոբուսը հասավ լճափնյա մի փոքրիկ քաղաք։ Դուրս գալով ավտոբուսից Անահիտը շնչեց լճի խոտը։ «Այստեղ ես ամեն ինչ կսկսեմ նորից»։ Ջամպրուկը ձեռքին նա գնաց դեպի քաղաքի խորքը։ Աչքով ընկավ մի ցուցանակ, հյուրատուն։ Առանց վարանելու նա թակեց դուռը։ «Ո՞վ է»։ Ներսից լսվեց մի միջին տարիքի կնոջ ձայն։ Դուռը բացվեց եւ շեմքին հայտնվեց բարի դեմքով մի կին։ «Կներեք, ձեզ մոտ կարելի է սենյակ վարձել մոտավորապես 1 ամսով», զգուշությամբ հարցրեց Անահիտը։ «Իհարկե, համեցեք, սենյակներ ունենք»։ Կինը լայն ժպտաց եւ Անահիտին ներս հրավիրեց։ Այդ տաք շպիտից Անահիտը երկար ժամանակ անց առաջին անգամ հանգիստ շունչ քաշեց։ «Անունս Օֆելիա է, ես այս հիրատան տիրուհին եմ»։ «Իսկ ես Անահիտ, շատ հաճելի է»։ Նրանք սեղմեցին միմյանց ձեռքը։ Օֆելիայի ձեռքը նույնքան չարչարված էր, որքան Անահիտինը, բայց շատ տաք էր։ «Տիկին Անահիտ, ինչ-որ բան է պատահել, աչքներդ լացակումած են», մտահոգված հարցրեց Օֆելիան։ «Ոչ, ամեն ինչ կարգին է, ուղղակի որոշել եմ նոր կյանք սկսել», պատասխանեց Անահիտը ստիփողաբար շպտալով։ Օֆելիան այլևս ոչինչ չհարցրեց եւ նրան տարավ սենյակ։ Դա մի փոքրիկ, բայց մաքուր սենյակ էր։ Պատուհանից երևում էր Սևանը։ Անահիտը դրեց պայուսակը եւ մոտեցավ պատուհանին։ Լսվում էր ալիքների ձայնը։ «Վանո ջան, իմ մոտ ամեն ինչ կստացվի», շշնջաց նա, նայելով Սևանին։ Սիրտը դեռ ցավում էր, բայց հոգում տարօրինակ թեթևություն կար։ Առաջին անգամ կյանքում Անահիտը իրեն ազատ զգաց։ Չորեքշաբթի ժամը 10-ին, Սաթենիկի վերադարձից 2 օր անց։ Ճամփրուկը դասավորելիս նա հանկարծ հասկացավ, որ տանը չափազանց լռություն է։ «Մայլիկ», կանչեց նա հյուրասենյակից, բայց պատասխան չկար։ Տարօրինակ զգացողություն պատեց նրան, եւ նա բացեց կեսրոց սենյակի դուռը։ Սենյակը դատարկ էր։ Պահարանը բացելով տեսավ, որ մի քանի իր պակասում է։ «Մայրիկ, ուր եք», նորից բարձր կանչեց Սաթենիկը։ Բայց ի պատասխան միայն լռություն էր։ Տագնապով նա խուզարկեց ամբողջ բնակարանը։ Ոչ լոգարանում, ոչ պատշգամբում Անահիտը չկար։ Վերադառնալով հյուրասենյակ Սաթենիկը թուլացած ընկավ բազմոցին, եւ այդ պահին նրա հայացքն ընկավ սեղանին դրված փոքրիկ նամակի վրա։ «Սա ինչ է»։ Նա վերցրեց թուղթը եւ սկսեց կարդալ։ «Այս բնակարանը իմն էր, ես այն վաճառեցի։ Նոր տերերը տեղափոխվում են չորեքշաբթի օրը։ Ներեցեք»։ Սաթենիկի դեմքը գունատվեց։ Թուղթը նրա ձեռքում սկսեց դողալ։ Նա նորից կարդաց նամակը, բայց բառերը նույնն էին։ «Սա ինչ է, կատակ է»։ «Սկեսուրս վաճառել է տունը»։ Սաթենիկը տենդագին վերցրեց հեռախոսը եւ հավաքեց ամուսնու համարը։ «Տիգրան, շուտ տուն արի»։ «Ինչ է պատահել, աշխատանքի մեջ եմ», լսվեց նրա ձայնը։ «Մայրդ տունը վաճառել է, շուտ արի»։ Նրա գոռոցից Տիգրանը քարացավ։ «Ինչ»։ «Ինչի մասին ես խոսում»։ «Նամակ է թողել ու անհետացել։ Գրել է, որ վաճառել է տունը եւ որ նոր տերերն այսօր տեղափոխվում են», դողացող ձայնով գոռաց Սաթենիկը։ Տիգրանը անջատեց հեռախոսը եւ աշխատանքից վազեց տուն։ 1 ժամ անց նա շնչակտուր ներս ընկավ բնակարան։ «Մայրս իրոք չկա»։ Նա նետվեց նրա սենյակ։ Նայելով դատարկ տարածությանը Տիգրանը չէր կարողանում հավատալ իր աչքերին։ Սաթենիկը նրան մեկնեց նամակը։ Դողացող ձեռքերով Տիգրանը վերցրեց թուղթը եւ կարդաց։ «Սա ինչ է նշանակում»։ Նա ընկավ բազմոցին։ Դեմքը մոխրագույն դարձավ։ «Դու գիտեիր, որ բնակարանը Մորտանունով էր»։ Կատաղած հարցրեց Սաթենիկը։ «Այո, գիտեի։ Այից հետո ուզում ենք վերաձևակերպել, բայց փաստաթղթերով այն մնացել էր իր անունով», պատասխանեց Տիգրանը գլուխը կախ։ «Բա ինչու ինձ շուտ չէիր ասել», գոռաց Սաթենիկը։ «Կարծում էի շուտով կվերաձևակերպենք, մտքովս էլ չէր անցնի, որ մաման այն կվաճառի»։ Տիգրանը չէր կարողանում շարունակել։ Սաթենիկը վերցրեց հեռախոսը եւ սկսեց զանգել անշարժ գույքի գործակալություն։ «Ալո, գործակալությունն է։ Կարող եմ իմանալ այս հասցեով բնակարանը վաճառվել է վերջերս»։ Նրա ձայնը կոպիտ էր։ Մի քանի վայրկյան անց Սաթենիկի դեմքն ավելի մռայլվեց։ «Ինչ, 1 շաբաթ առաջ ստորագրել են պայմանագիրը, իսկ 3 վերջնահաշվարկն է եղել», հարցրեց նա գրեթե ճչալով։ «Եվ նոր տերերը տեղափոխվում են այսօր ցերեկը»։ Անջատելով հեռախոսը նա այն շպրտեց բազմոցին։ «Տիգրան, վերջ, նա իրոք վաճառել է տունը, ամեն ինչ արդեն ձևակերպված է»։
Տիգրանը լուր նստած էր։ Պետք է գտնել նրան, իմանալ որտեղ են փողերը։ Սաթենիկը նորից վերցրեց հեռախոսը եւ զանգեց ոստիկանություն։ Ալո, ուզում եմ հայտնել մարդու անհետացման մասին, արագ ասաց նա։ Ոստիկանը հարցրեց, թե երբ է անհետացել եւ արդյոք իր կամքով չի գնացել։ Նա նամակ է թողել, բայց տարիքով է, գուցե դեմենցիա ունի, ստեց Սաթենիկը։ Ոստիկանը պատասխանեց, որ եթե նա վաճառել է իր սեփական բնակարանը բոլոր կանոններով, ապա հանցակազմ չկա։ Բայց մենք կարող ենք փորձել բարձել նրա գտնվելու վայրը։ Ձեզ հետ կկապվենք մի քանի օրից։ Սաթենիկն անջատեց հեռախոսը։ Էս էլ ձեզ ոստիկանություն։ Ոչ մի օգուտ չկա։ Նրա դեմքը կարմրել էր կատաղությունից։ Այդ պահին դրան զանգը տվեցին։ Տիգրանը բացեց։ Շեմքին կանգնած էր մի երիտասարդ ծույկ։ Բարև ձեզ, մենք նոր տերերն ենք, պետք է այսօր տեղափոխվենք, քաղաքավարի ողջունեց երիտասարդը։ Տիգրանը քարացավ։ Կներեք, բայց մեզ մոտ պարտիրը վիճակ է, վերջապես ասաց նա։ Երիտասարդները իրար նայեցին։ Մենք պայմանագիր ունենք եւ ամբողջությամբ վճարել ենք գումարը։ Պայմանավորվածություն կար, որ այսօր ենք տեղափոխվում։ Տիգրանի հետևից դուրս եկավ Սաթենիկը։ Ինձ թվում է սկեսուրս իրավիճակը չէր գիտակցում։ Գուցե կարողանանք չեղարկել գործարքը, աղերսող տոնով ասաց նա։ Երիտասարդը գլուխը օրորեց։ Ցավում եմ, բայց մենք արդեն ամեն ինչ պատրաստել ենք տեղափոխվելու համար եւ իրավաբանական տեսանկյունից ամեն ինչ օրինական է։ Տիգրանը խորը շունչ քաշեց։ Լավ, մենք կհավաքենք իրերը ու կգնանք։ Մեզ մի քիչ ժամանակ տվեք, խնդրում եմ։ Ազատեք բնակարանը մինչև երեկո։ Երիտասարդ զույգը դուրս եկավ, ասելով, որ կսպասեն դրսում։ Սաթենիկը ընկավ հատակին ու սկսեց հեկեկալ։ Էս ինչ է, ոնց կարող էր նման բան պատահել։ Տիգրանը խոսքեր չէր գտնում կնոջս փոփելու համար։ Արի իրերը հավաքենք, ուրիշ ելք չկա։ Նա գնաց սենյակ եւ սկսեց դասավորել ճամպրուկները։ Սաթենիկը լաց լինելով տենդագին հեռախոսով վարձով տուն էր փնտրում։ Տիգրան, էստեղ մոտակայքում մի տուն կա վարձով, առայժմ այնտեղ կգնանք։ Ինչքան արժե, հարցրեց Տիգրանը։ Ստիպված կլինենք տալ մեր բոլոր խնայողությունները, հուսահատ ձայնով պատասխանեց Սաթենիկը։ Ժամը 15-ին դպրոցից վերադարձավ Մհերը։ Տեսնելով իրերով լցված տունը նա զարմացավ։ Մամ, ինչ է պատահել։ Տեղափոխվում ենք։ Այո, տեղափոխվում ենք, սառը պատասխանեց Սաթենիկը։ Բա տատիկը ուր է, հարցրեց Մհերը շուրջը նայելով։ Տատիկն այլևս չկա, կտրուկ ասաց Սաթենիկը։ Մհերը հասկացավ, որ ինչ որ բան այն չէ, բայց այլևս չհամարձակվեց հարցնել։ Մոր դեմքը վախենալու աստիճան խիստ էր։ Ժամը 18-ին եկավ բեռնատարը։ Տիգրանի ընտանիքը շտապով բարձում էր իրերը։ Նոր տերերը լուր սպասում էին դրսում։ Սաթենիկը նրանց նայելով ատամներն էր կրճտացնում։ Նա ատում էր բոլորին։ Վերջ, ասաց բեռնագիրը։ Տիգրանը վերջին անգամ նայեց բնակարանին, այն տունը, որտեղ մայրը ապրել էր ողջ կյանքը, որտեղ ինքն էր մեծացել։ Հիմա նա ստիպված էր լքել այն։ Նոր վարձած բնակարանը նեղված էր եւ հին։ Մհերը նույնիսկ իր սենյակը չուներ։ Նա ստիպված էր քնել հյուրասենյակի անկյունում։ Մամ, ինձ էստեղ դուր չի գալիս, բա տատիկը երբ է գալու, կամակորություն էր անում Մհերը։ Տատիկը երբեք չի վերադառնա, գոռաց Սաթենիկը։ Մհերը վախանալով մոր կատաղած տեսքից կուչ եկավ անկյունում։ Միայն հիմա նա հասկացավ, որ շատ լուրջ բան է պատահել։ Տատիկ, կամաց կանչեց նա, բայց պատասխան չկար։ Գիշերը Տիգրանին զանգեցին ոստիկանությունից։ Մենք պարզել ենք այն քաղաքացու գտնվելու վայրը, որի անհետացման մասին հայտնել էիք։ Նա գտնվում է Սևանի ափամերձ փոքրիկ քաղաքներից մեկում։ Տիգրանը լարվեց։ Ինչպես է նա։ Ինչ վիճակում է։ Ամեն ինչ կարգին է։ Այո, լավ է։ Ապրում է հյուրատանը։ Տիգրանը հանգիստ շունչ քաշեց։ Կարող եք տալ հասցեն։ Կուղարկենք հաղորդագրությամբ։ Խոսակցությունն ավարտելով Տիգրանն ասաց Սաթենիկին. Մորսը գտել են, Սևանում է։ Անմիջապես գնա այնտեղ ու հետ բեր փողերը, վեր թռա Սաթենիկը։ Հիմա արդեն ուշ է, վաղը կգնամ, ասաց Տիգրանը։ Տես, բաց չթողնես նրան։ Դու պետք է վերցնես բոլոր փողերը, պնդում էր Սաթենիկը։ Տիգրանը խառը զգացմունքներով նայում էր պատուհանից։ Նա ամաչում էր, որ պետք է գնա մոր մոտ փողի համար, բայց փողը հիմա իրոք շատ էր պետք։ Այդ գիշեր Մահերը չէր կարողանում քնել հյուրասենյակի նեղանկյունում։ Նա նայում էր առաստաղին ու մտածում տատիկի մասին։ Ականջներում հնչում էր իր սեփական ձայնը։ Երբ ենք վռնելու տատիկին։ Տատիկ ներիր ինձ, շշնցաց նա, եւ վերմակը գլխին քաշելով լաց եղավ։ Այդ ժամանակ Սևանի ափին գտնվող հյուրատանը Անահիտը պատուհանից նայում էր լճին։ Լսվում էր ալիքների ձայնը։ Արդյոք ես ճիշտ վարվեցի, շշնջաց նա։ Սիրտը դեռ ցավում էր, բայց զղջում չկար։ Դուրը թաքեց Օֆելիան։ Քույրիկ ջան, արի ընտրելու։ Շնորհակալություն։ Անահիտը բացեց դուռը եւ գնաց Օֆելիայի հետ դեպի սեղանը։ Տեսնելով Օֆելիայի պատրաստած տաք ընթրիքը, նրա աչքերը լցվեցին։ Քույրիկ ջան, ինչ որ ծանր բան ունես հոգուդ վրա, հա? Զգուշությամբ հարցրեց Օֆելիան։ Այո, մի քիչ, կարճ պատասխանեց Անահիտը։ Օֆելիան այլևս չհարցրեց։
Ուղակի պին սեղմեց նրա ձեռքը։ Հանգիստ ապրիր այստեղ, ես կողքիդ կլինեմ։ Անահիտը երախտագիտությամբ սեղմեց նրա ձեռքը, թեև նրանք հազիվ էին ծանոթ։ Օֆելիան նրան վերաբերվում էր հարազատի պես։ Շնորհակալություն, իրոք շնորհակալություն, ասաց նա արդյունքների միջից։ Օֆելիան շոյեց նրա մեջքը սփոփելով։ Այդ գիշեր Անահիտը երկար ժամանակ անց առաջին անգամ հանգիստ քնեց։ Ալիքների ձայնը հնչում էր որպես օրորոցային։ Սա նոր սկիզբ է, շշնջաց նա քնելուց առաջ։ Եվ երազում նա տեսավ իրեն երիտասարդ։ Ինքն ու ամուսինը զբոսնում էին ափով։ Վանո ջան, չէ՞ որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում, հարցրեց նա։ Ամուսինը ժպտալով գլխով արեց։ Դու ամեն ինչ ճիշտ ես անում։ Հիմա ապրիր քո կյանքով։ Անահիտը պինդ սեղմեց նրա ձեռքը։ Շնորհակալություն, ասաց նա արցունքների միջից։ Ամուսինը գրկեց նրան, եւ նրա գրկում նա երկար ժամանակ անց առաջին անգամ խաղաղություն զգաց։ Արավոտյան արևը լցրեց սենյակը։ Անահիտը բացեց աչքերը եւ նայեց պատուհանից։ Կապույտ լիճը փայլում էր արևի շողերի տակ։ Ահա եւ սկիզբը։ Նա վեր կացավ մահճակալից դիմավորելու նոր օրը։ Անցավ 3 ամիս։ Անահիտը լիովին ընտելացել էր ափամերձ քաղաքին։ Ամեն օր նա սկսում էր լճին նայելով, քնում էր ալիքների ձայնի տակ, իսկ արթնանում էր որորների կանչից։ Օֆելիան նրա մասին հոգ էր տանում հարազատ քրոջ պես։ Քույրիկ ջան, այսօր եղանակը լավն է, գուցե շուկա գնանք, թաքեց նա դուռը։ Այո, գնանք, ժպտալով պատասխանեց Անահիտը։ Նրանք վերցրեցին զամբյուղներն ու ուղղվեցին դեպի տեղի շուկան։ Վաճառողները ուրախությամբ ողջունում էին Անահիտին։ Ճանապարհին Օֆելիան հարցրեց. «Քույրիկ ջան, դու այնքան հրաշալի ես պատրաստում, գուցե փորձես տնական ուտելիքների քո փոքրիկ կրպակ բացել»։ Կրպակ, զարմացավ Անահիտը։ Այո, քո ուտելիքն այնքան համով է, տեղացիներին հաստատ դուր կգա։ Անահիտը մտածեց, հիշեց, թե ինչպես էին երիտասարդ տարիներին ամուսնու հետ փոքրիկ թեյարան պահում։ Իմ մոտ կստացվի։ Իհարկե, ես կօգնեմ քեզ։ Մեկ շաբաթ անց Անահիտը բացեց իր փոքրիկ խոհարարական կրպակը։ Նա այն սարքեց հյուրատան առաջին հարկի մի անկյունում։ Դա մի փոքրիկ կրպակ էր առանց ցուցանակի, բայց Անահիտի սիրտը թրթռում էր հուզմունքից։ Նոր սկիզբ։ Նա սկսեց պատրաստել թթու կաղամբ, տապակած ձուկ, վինեգրետ։ Ամեն ինչ անում էր հոգով։ Տարիների փորձը ոչ մի տեղ չէր կորել։ Օֆելիան օգնում էր նրան ու հիանում։ Քույրիկ ջան, ինչքան համով տեսք ունի։ Ինչ ես կարծում, մարդկանց դուր կգա։ Տագնապով հարցնում էր Անահիտը։ Առաջին օրը կրպակ մտավ մի տեղացի պարավկին։ Այստեղ նոր խոհանոց է բացվելու։ Այո, ճիշտ է, համեցեք խնդրեմ։ Կինը մի քիչ կաղամբ ու տապակած ձուկ գնեց։ Հաջորդ օրը նա նորից եկավ։ Օհ, ինչքան համով էր, այսօր ավելի շատ կվերցնեմ։ Անահիտի դեմքը փայլեց։ Շնորհակալություն, ես կաշխատեմ լավ պատրաստել։ Այդ օրվանից լուրը տարածվեց։ Մեկ շաբաթ անց գնորդները նկատելիորեն շատացան։ Տեղացիները մեկը մյուսի հետևից գալիս էին նրա մոտ։ Տիկին Անահիտ, ձեր ուտելիքը լավագույնն է։ Ամուսինս հիմա ուրիշ ոչ մի բան չի ուզում ուտել։ Գնորդների գովեստը նրան ուժ էր տալիս։ Մեկ ամիս անց Անահիտը սկսեց հաճախել տեղի թոշակառուների ակումբ։ Դա Օֆելիան էր նրան համոզել։ Քույրիկ ջան, գնա, մարդկանց հետ կծանոթանաս, ընկերներ կգտնես։ Սկզբում նոտ ատանվում էր, բայց հետո ուժ հավաքեց ու գնաց։ Օ, մեզ մոտ նորեկ կա, հյուրընկալ դիմավորեցին նրան կանայք։ Անունս Անահիտ է, քաղաքավարի ներկայացավ նա։ Հա, բա դուք եք են կրպակը պահում։ Լսել ենք, իրոք շատ համով է ձեզ մոտ։ Կանայք նրան տակ ընդունեցին։ Ակումբում անցկացրած ժամանակը թեյի ու զրույցների շուրջ նրա համար մեծ փոփանք դարձավ։ Տիկին Անահիտ, իսկ դուք որտեղից եք եկել, հարցրեց կանանցից մեկը։ Վանաձորից, կարճ պատասխանեց նա։ Իսկ ընտանիք ունեք, հարցրեց մյուսը։ Այնտեղ ամեն ինչ բարդ է, ժպտալով խուսափեց պատասխանից Անահիտը։ Այլևս նրան ոչինչ չհարցրին։ Ամեն մեկն էլ իր գաղտնիքներն ունի։ Մի երեկո ինքն ու Օֆելիան զբոսնում էին ափով։ Մայրամուտը երկինքը ներկել էր վառ գույներով։ Քույրիկ ջան, դու այստեղ երջանիկ ես, զգուշությամբ հարցրեց Օֆելիան։ Այո, ես երբեք այսքան հանգիստ չեմ եղել, պատասխանեց Անահիտը, նայելով ալիքներին։ Այնտեղ ես ապրում էի անընդհատ վախենալով աչքերս բարձրացնել։ Շնչելը դժվար էր։ Ձեզ երևի շատ ծանր է եղել։ Օֆելիան պինդ սեղմեց նրա ձեռքը։ Հիմա ամեն ինչ կարգին է։ Թվում է այստեղ ես գտա ինձ։ Ինչքան եք չարչարվել։ Հիմա ապրեք ձեր կյանքով, քույրիկ ջան։ Օֆելիայի խոսքերից Անահիտի աչքերը լցվեցին։ Շնորհակալություն քեզ, Օֆելիա ջան։ Ինչ կանեի ես առանց քեզ։ Մենք հիմա մեկ ընտանիք ենք։ Նրանք երկար կանգնած նայում էին մայրամուտին։ Քաղաքում տոն էր սպասվում։ Օֆելիան առաջարկեց.
Քույրիկ ջան, արի տոնի ժամանակ քո ուտելիքների տաղավարը դնենք։ Կստացվի իմ մոտ, անհանգստացավ Անահիտը։ Իհարկե, ես կօգնեմ։ Տոնի օրը Անահիտը արթնացավ լուսադեմին։ Նա պատրաստեց կարկանդակներ, չեբուրեկներ։ Օֆելիան ջանասիրաբար օգնում էր։ Քույրիկ ջան, ամեն ինչ պատրաստ է, գնացինք։ Տոնական հրապարակում լիքը մարդ կար։ Սրտի թրթիրով Անահիտը տեղադրեց իր տաղավարը։ Ինչքան է սա, մոտեցավ առաջին գնորդը։ Կարկանդակները 300 դրամ։ Գնորդը վերցրեց ու կերավ։ Վայ, ինչ համով է։ Անահիտի դեմքը փայլեց։ Շնորհակալություն։ Շուտով նրա տաղավարի մոտ հերթ կանգնեց։ Ասում են ձեր կարկանդակները շատ համով են։ Ինձ էլ տվեք։ Խնդրեմ։ Անահիտը հազիվ էր հասցնում սպասարկել գնորդներին։ Օֆելիան օգնում էր նրան։ Երեկոյան ամբողջ ուտելիքը վաճառված էր։ Քույրիկ ջան, սա հաջողություն է։ Ամեն ինչ վաճառեցինք, ուրախ գոռաց Օֆելիան։ Անահիտը չէր կարողանում հավատալ։ Իրոք, երբ նրանք հաշվեցին հասույթը, պարզվեց, որ լավ գումար են աշխատել։ Դա հսկայական փող չէր, բայց Անահիտի համար այն անգին էր։ Սա ես եմ վաստակել։ Նա հպարտությամբ շոյեց թղթադրամները։ Տուն վերադառնալով Անահիտը նայեց հայելու մեջ։ Նրա դեմքը թարմացել էր։ Ես դեռ ողջ եմ, ասաց նա ինքն իրեն։ Կրծքի ցավը նորից զգացնել տվեց, բայց նա ուշադրություն չդարձրեց։ Երեկոյան նրա սենյակ մտավ Օֆելիան։ Քույրիկ ջան, այսօր շատ հոգնեցիր։ Ահա, խմիր սա։ Նա մեկնեց մի բաժակ տաք թեյ։ Շնորհակալություն։ Դու այսօր այնքան երջանիկ տեսք ունեիր, ժպտաց Օֆելիան։ Այո, ես վաղուց այսքան երջանիկ չէի եղել։ Երջանիկ եղիր նաև հետո, քույրիկ ջան։ Այդ գիշեր Անահիտը քնեց խորը եւ հանգիստ քնով։ Երազում նա նորից տեսավ ամուսնուն։ Վանո ջան, իմ մոտ ամեն ինչ ստացվում է, ասաց նա։ Ամուսինը ժպտալով գլխով արեց։ Դու միշտ ամեն ինչ ճիշտ ես արել։ Հիմա ապրիր քո կյանքով, լիարժեք։ Շնորհակալություն սիրելիս։ Նա արդյունքներն աչքերին գրկեց ամուսնուն։ Լուսացավ։ Անահիտը բացեց պատուհանը եւ նայեց լճին։ Արևի շողերը խաղում էին ալիքների վրա։ Այսօր լավ օր է լինելու։ Նա իջավ իր գրպակը, իսկ այնտեղ արդեն գնորդ էր սպասում։ Տիկին Անահիտ, այսօր թթու կաղամբ ունեք։ Այո, ունեմ, համեցեք։ Նա ժպուտով դիմավորեց գնորդին։ Սա նրա նոր կյանքն էր։ Ցերեկը եկան ակումբի կանայք։ Տիկին Անահիտ, ասում են տոնի ժամանակ լիակատար հաջողություն եք ունեցել։ Ուղղակի բախտս բերեց, համեստորեն պատասխանեց նա։ Ոչ, դա նրանից է, որ դուք շատ համով եք պատրաստում։ Թեյի եւ զրույցների շուրջ անցկացրած ժամանակը նրան մեծ ուրախություն էր պատճառում։ Դուք այստեղ այնքան լավ եք տեղավորվել, ասաց կանանցից մեկը։ Դա նրանից է, որ կողքիս այսքան լավ մարդիկ կան, անկեղծ պատասխանեց Անահիտը։ Երեկոյան նրանք ընթրեցին Օֆելիայի հետ։ Քույրիկ ջան, վաղը ինչ ես անելու։ Պատրաստելու եմ, գնորդները շատացել են։ Ինչքան աշխատասեր ես։ Ինձ դուր է գալիս աշխատելը, զգում եմ, որ ապրում եմ։ Օֆելիան գլխով արեց։ Քեզ նայելով ես էլ եմ ուր ստանում։ Իսկ ես քո շնորհիվ, Օֆելիա ջան։ Նրանք նայեցին իրար ու ժպտացին։ Գիշերը անկողնում պարկած Անահիտը հիշում էր անցած օրը։ Վանաջորի կյանքն ու այստեղի կյանքը այնքան տարբեր էին։ Ինչու էի ես առաջ այդպես ապրում, շշնջաց նա։ Բայց հիմա նա չէր սխճում, կրծքում նորից ծակոտ զգաց։ Նա ձեռքը պինդ սեղմեց սրտին։ Երևի ուղակի տարիքից է։ Նա դրան նշանակություն չտվեց։ Ցավը շուտով անցավ։ Լուսնի լույսը ողողել էր լիճը, ալիքների ձայնը օրորոցայինի պես էր հնչում։ Վաղը նույնպես լավ օր կլինի։ Աչքերը փակելով նա շշնջաց սա եւ ընկղմվեց հանգիստ քնի մեջ։ Երազում նա տեսավ իրեն երիտասարդ, այն տարիներին, երբ ամուսնու հետ թեյարան էին պահում։ Վանո, մենք այն ժամանակ շատ ջանասիրաբար էինք աշխատում, չէ՞։ Այո, շատ։ Գուցե հիմա կարելի է մի քիչ հանգստանալ։ Այո, հիմա հանգստացիր, ապրիր քո կյանքով։ Շնորհակալություն սիրելիս։ Նա գրկեց ամուսնուն ու լաց եղավ։ Արավոտյան արևը լցրեց սենյակը։ Անահիտը բացեց աչքերը եւ ճգվեց։ Նոր օր։ Նա վեր կացավ ու բացեց պատուհանը։ Թարմ զեփյուրը ներխուժեց սենյակ։ Նայելով հայելուն նա ժպտաց. «Դե, գործի անցնենք»։ Այսպես սկսվեց նրա խաղաղ օրը, բայց նա դեռ չգիտեր, թե ինչ փորձություններ են սպասվում իրեն։ Մի առավոտ, երբ խաղաղ կյանքն իր հունով գնում էր, Անահիտը պատրաստում էր իր գրպակում։ Հանկարծ նա սուր ցավ զգաց կրծքում։ Օխ, նա երերաց եւ բաննվեց պատից։ Ցավը գնալով ուժեղանում էր, շնչելը դժվարացավ։ Նա իջավ հատակին։ Օֆելիան մտնելով գրպակ տեսավ նրան ու վազեց մոտը։ Քույրիկ ջան, ինչ պատահեց ձեզ, գունատվել եք։ Ոչինչ, ուղակի գլուխս պտտվեց։ Անահիտը փորձեց շպտալ, բայց դեմքից սառը քրտինք էր հոսում։ Օֆելիան անմիջապես օգնեց նրան բարձրանալ։ Պետք է հիվանդանոց գնել, անմիջապես։ Ոչ, պետք չէ, ամեն ինչ կարգին է, ես ուղակի կհանգստանամ։
Բայց Օֆելիան անդրդվելի էր։ Քույրիկ ջան, սա լուրջ տեսք ունի, նստեք մեքենաս։ Նա տարավ Անահիտին դեպի մեքենան, վերջինս ուժ չուներ դիմադրելու։ Ամբողջ ճանապարհին ցավը բաց չէր թողնում։ Կես ժամ անց նրանք հասան մոտակա հիվանդանոց։ Ընդունարանի բժիշկը զննեց նրան. «Մայրիկ ջան, վաղուց ունեք այս ախտանիշները»։ Վերջերս երբեմն ցավում էր կրծքիս տակ, բայց այսօր առանձնապես ուժեղ էր։ Բժիշկը լուրջ դեմքով գլխով արեց. «Կարդիոգրամա կանենք, պառկեք»։ Անահիտը պառկեց սառը թախտին։ Օֆելիան նստած էր կողքին ու պինդ բռնել էր նրա ձեռքը։ «Քույրիկ ջան, ամեն ինչ լավ կլինի»։ Մեկ ժամ անց բժիշկը բերեց արդյունքները։ «Դուք ազգականն եք», հարցրեց նա Օֆելիային։ «Այո, կարելի է այդպես ասել», տագնապով պատասխանեց նա։ Նա ստենոկարդիա ունի, սրտի անոթները ուժեղ նեղացած են։ Անահիտն ու Օֆելիան քարացան։ «Իսկ հիմա ինչ անել», դողացող ձայնով հարցրեց Օֆելիան։ «Պետք է լիարժեք հետազոտություն անցկացնել, բայց ամենայն հավանականությամբ վիրահատություն կպահանջվի»։ Անահիտը լուռ լսում էր։ «Իսկ ինչքան արժի վիրահատությունը», զգուշորեն հարցրեց նա։ «Ճշգրիտ գումարը կասենք հետազոտությունից հետո, բայց հաշվի առեք առնվազն 1.5-2 միլիոն դրամ»։ Բժիշկի պատասխանից Անահիտը հառաչեց։ «Եկեք այսօր հոսպիտալացնենք ձեզ, իսկ վաղը հետազոտություն կանենք», ասաց բժիշկը նշումներ անելով քարտի մեջ։ Անահիտը գլխով արեց։ Օֆելիան ուղեկցեց նրան հիվանդասենյակ։ «Քույրիկ ջան, մի անհանգստացիր, ամեն ինչ լավ կլինի»։ Պարկած լինելով սենյակում Անահիտը նայում էր առաստաղին։ Բնակարանի վաճառքից ստացված գումարը նրա մոտ էր, բայց դրանով նա պետք է ապրեր իր կյանքի մնացած մասը։ Վիրահատություն անել, թե ոչ, նա շփոթված էր։ Օֆելիան բերեց նրան մի բաժակ ջուր։ «Քույրիկ ջան, խմիր»։ «Շնորհակալություն»։ «Դուք գումարի համար եք մտահոգվում»։ «Այո», Անահիտը գլխով արեց։ «Չէ՞ որ ես այդ գումարով պիտի ապրեմ, եթե վիրահատություն անեմ, քիչ բան կմնա»։ «Քույրիկ ջան, ինչ գումար»։ «Առողջությունն ամեն ինչից կարևոր է», ասաց Օֆելիան սեռնելով նրա ձեռքը։ «Ինչի՞ է պետք գումարը, եթե առողջություն չլինի»։ Արցունքները հոսեցին Անահիտի այտերով։ «Օֆելիա ջան, շատ շնորհակալ եմ քեզ»։ «Դե լավ, մի լացիր, ես կողքիդ եմ»։ Օֆելիան շորեց նրա մեջքը սփոփելով։ Հաջորդ օրը սկսվեցին հետազոտությունները՝ արյան անալիզներ, սրտի, կորոնարոգրաֆիա։ Վերադառնալով սենյակ Անահիտը լիովին ուժասպառ էր։ «Քույրիկ ջան, երևի հոգնել ես»։ «Այո, մի քիչ»։ Արդյունքները պետք է պատրաստ լինեին 2 օրից։ Այդ ամբողջ ժամանակ Անահիտը հանգստանում էր։ Օֆելիան ամեն օր այցելում էր նրան։ «Քույրիկ ջան, ես կրպակին աչք կպահեմ»։ «Կներեք, Օֆելիա ջան, ձեզ միայն նեղություն եմ տալիս»։ «Էդ ինչ ես ասում, մենք ընտանիք ենք»։ Այս խոսքերից Անահիտը նորից լաց եղավ։ Օֆելիան մի անծանոթ մարդ, նրա մասին ավելի լավ էր հոգտանում, քան հարազատ որդին։ «Շատ շնորհակալ եմ»։ Երրորդ օրը եկավ բժիշկը արդյունքներով։ «Մայրիկ ջան, եկել են ձեր անալիզները»։ Անահիտն ու Օֆելիան լարված նայեցին նրան։ «Կորոնար զարկերակները ուժեղ խցանված են, վիրահատությունն անհրաժեշտ է»։ «Իսկ եթե չանեմ վիրահատությունը», դողացող ձայնով հարցրեց Անահիտը։ «Ցանկացած պահի կարող է ինֆարկտ պատահել, դա շատ վտանգավոր է»։ Այս խոսքերից Անահիտը գծեց շուրթը։ «Իսկ ճիշտ ինչքան կնստի»։ «Մոտավորապես 2 միլիոն»։ Նա նորից հառաչեց։ «Ես պետք է մտածեմ»։ «Լավ, բայց ավելի լավ է որոշեք հնարավորինս արագ»։ Բժիշկը դուրս եկավ։ Օֆելիան նայեց Անահիտին։ «Քույրիկ ջան, արա վիրահատությունը, աղաչում եմ քեզ»։ «Օֆելիա ջան, չէ որ ես դեռ պիտի ինչ-որ բանով ապրեմ», արդյունքներով ասաց նա։ «Բա ինչու ապրես, եթե հիվանդ ես լինելու, կարևորը առողջությունն է»։ Անահիտի գլխում քաոս էր։ «Վիրահատությունը թանկ էր, բայց դրանից հրաժարվելը վտանգավոր։ Ես դեռ կմտածեմ», շշնջաց նա նայելով պատուհանից։ Մի քանի օր անց նա որոշեց դուրս գրվել։ «Բժիշկ, ես ուզում եմ դուրս գրվել»։ «Մայրիկ ջան, դա վտանգավոր է, ձեզ վիրահատություն է պետք», համոզում էր բժիշկը։ Բայց նա անդրդվելի էր։ «Ես տանը կմտածեմ ու կվերադառնամ»։ Օֆելիան նրան հետ տարավ հյուրատուն։ Անահիտը պառկած էր իր սենյակում ու նայում էր առաստաղին։ Ուժ չկար նույնիսկ շարժվելու։ «Միթե ես այսպես էլ կմեռնեմ», մտածում էր նա վախից լաց լինելով։ Մի քանի օր անց քաղաքում լուրեր տարածվեցին։ Ակումբի կանայք եկան նրան տեսակցության։ «Տիկին Անահիտ, ասում են շատ հիվանդ եք»։ «Ոչինչ, շուտով կլավանամ», փորձում էր ժպտալ նա։
Կանայք ուզում էին տալ իրենց հավաքած գումարը։ Վերցրեք, կավելացնեք վիրահատության փողին։ Ոչ, ես չեմ կարող, հրաժարվեց նա։ Էդ ինչ ես ասում։ Ինչքան ենք հավաքել, վերցրու։ Բայց Անահիտը անրդվելի էր։ Շնորհակալ եմ ձեր բարության համար, բայց ես չեմ վերցնի։ Կանայք հապսոսանքով գնացին։ Մնալով մենակ Անահիտը լաց եղավ։ Ինչքան լավ մարդիկ կան։ Այդ ժամանակ Վանաթորում Տիգրանը փնտրում էր մորը։ Արդեն 1 ամիս էր անցել այն օրվանից, երբ ոստիկանությունը հայտնել էր նրա գտնվելու վայրը։ Սաթենիկը ամեն օր ուտում էր նրա գլուխը։ Դու պետք է գնաս ու նրանից վերցնես փողերը։ Լավ, այս հանգստյան օրերին կգնամ։ Տիգրանը իրեն վատ էր զգում։ Նա ամաչում էր մոր մոտ գնալ փողի համար, բայց դրանք շատ էին պետք։ Սաթենիկը կատաղած էր։ Այդքան գումար, մենք պետք է դրանք հետ բերենք։ Սաթ, բայց չէ որ նա մայրս է, սկսեց նա, բայց Սաթենիկը գոռաց. Մայր, նա է մեզ այս վիճակի մեջ գցել։ Մհերը, նստած լինելով նեղ հյուրասենյակի անկյունում, մտածում էր տատիկի մասին։ Նա կարոտել էր նրա կարկանդակները։ Վերցնելով տետրը, նա սկսեց նկարել նրա դիմանկարը։ Տատիկ, որտեղ ես, շշնջում էր նա, եւ արդյունքները կաթում էին նկարի վրա։ Շաբաթ առավոտյան Տիգրանը նստեց մեքենան։ Հույս ունեմ մորս հետ ամեն ինչ կարգին է, մտածում էր նա։ Հոգին ծանր էր։ Նա նավիգատորով հավաքեց հյուրատան հասցեն։ Մեքենան սլանում էր մայրուղով։ Նայելով պատուհանից Տիգրանը հիշում էր մանկությունը։ Ինչքան էր մայրն իրեն սիրում։ Նրան զղջումը պատեց։ Ժամը 14:00-ին նա հասավ քաղաք։ Գտնելով հյուրատունը նա մտավ բակ։ Օֆելիան լվացք էր կախում։ Կներեք, տիկին Անահիտն էստեղ է ապրում, զգուշորեն հարցրեց նա։ Օֆելիան նրան չափեց ոտքից գլուխ։ Իսկ դուք ով եք։ Ես նրա որդին եմ։ Օֆելիայի դեմքն անմիջապես խստացավ։ Որդին ուրեմն, նրա ձայնը սառն էր։ Կարող եմ նրան տեսնել։ Օֆելիան տատանվեց, բայց հետո գլխով արեց։ Երկրորդ հարկ ձախի սենյակը։ Բայց նա շատ հիվանդ է։ Նրա հետ զգույշ եղեք։ Այս խոսքերից Տիգրանի սիրտը թրթրաց։ Մայրս հիվանդ է։ Այո, սրտի հետ կապված խնդիր ունի։ Վիրահատություն է պետք։ Բայց Օֆելիան չշարունակեց։ Տիգրանը բարձրացավ աստիճաններով ու կանգնեց նրա սենյակի դռան մոտ։ Ձեռքերն այնպես էին դողում, որ չէր կարողանում թակել։ Մի քիչ կանգնելուց հետո նա վերջապես համարձակվեց։ Ո՞վ է։ Ներսից լսվեց թույլ ձայնը։ Մամ, ես եմ։ Դողացող ձայնով պատասխանեց նա։ Լռություն տիրեց։ Մտիր։ Տիգրանը բացեց դուռ։ Նրա դեմքը նիհարած էր ու գունատ։ Մամ, նա քարացավ տեղում։ Անահիտը նայում էր որդուն առանց մի խոսք ասելու։ Տիգրանը մոտեցավ մահճակալին։ Մամ, ինձ ասացին դու հիվանդ ես։ Նա դեռ լռում էր։ Նա ծնկի իջավ ու բռնեց նրա ձեռքը։ Մամ, ներիր ինձ, ես եմ ամեն ինչում մեղավոր։ Արդյունքները հոսեցին նրա այտերով։ Անահիտը շրջվեց դեպի պատուհանը։ Ինչու ես եկել։ Նրա սառը ձայնը լցրեց սենյակը։ Տիգրանը սեղմելով նրա ձեռքը գլուխը կախեց։ Մամ, ես շատ եմ ափսոսում։ Նա փորձեց հետ քաշել ձեռքը, բայց ուժ չուներ։ Փողերի հետևից ես եկել։ Ես քեզ համար այլևս մայր չեմ։ Այս խոսքերից Տիգրանի սիրտը կտոր եղավ։ Ոչ, ինձ փող պետք չէ։ Մի ստիր, կինն է քեզ ուղարկել։ Տիգրանը պատասխան չուներ, որովհետև դա ճշմարտությունն էր։ Բայց հիմա նայելով հիվանդ մորը, փողի մասին մտքերը ցնդեցին։ Մամ, ես ուղակի ուզում էի քեզ տեսնել, հեկեկալով ասաց նա։ Անահիտը դանդաղ շրջվեց դեպի նա։ Նրա դեմքին անկեղծ արդյունքներ էին։ Իրոք։ Այո, մամ, ես ամեն օր զղջացել եմ արածից համար։ Լռություն տիրեց։ Նա երկար նայեց նրա դեմքին։ Դու իրոք զղջում ես։ Այո, մամ, ես այնքան սխալ էի։ Դուռը թակեց Օֆելիանն ու բերեց մի բաժակ թեյ։ Քույրիկ ջան, խմիր սա։ Նա գողունի նայեց Տիգրանին ու դուրս եկավ։ Մամ, Օֆելիան ինձ ասաց, որ սրտիդ հետ կապված խնդիր ունես։ Զգուշորեն սկսեց նա։ Այո, ասում են վիրահատություն է պետք։ Բա ինչու չես անում։ Թանկ է։ Իսկ ես դեռ պիտի ինչ-որ բանով ապրեմ։ Այս խոսքերից Տիգրանի ներսում ամեն ինչ տակնու վրա եղավ։ Մամ, ես ամեն ինչ կվճարեմ։ Որտեղից քեզ փող։ Անվստահությամբ հարցրեց նա։ Կգտնեմ, վարկ կվերցնեմ, եթե պետք լինի։ Նա ուշադիր նայեց որդուն։ Դու լուրջ ես ասում։ Այո, ես կվճարեմ քո վիրահատության համար։ Անահիտի աչքերին արցունքներ հայտնվեցին։ Իսկ կինդ ինչ կասի, ինձ համար մեկ է, դու ավելի կարևոր ես։ Այս խոսքերից Անահիտի հոգին տաքացավ։ Մամ, արի գնանք հիվանդանոց, ես քեզ լավ կլինիկա կտանեմ։ Ես ոչ միտեղ չեմ գնա եւ ձեր տուն չեմ վերադառնա։ Գոնե հիվանդանոց գնանք, քեզ վիրահատություն է պետք։ Նա երկար մտածեց։ Իսկ վիրահատությունից հետո ուր։ Մամ, ուր որ ուզես։ Այս խոսքերից Անահիտի սիրտը սկսեց հալվել։ Լավ,
ես համաձայն եմ վիրահատությանը, բայց հետո ես այստեղ եմ վերադառնալու։ Այո, մամ, ինչպես կասես։ Նա տատանվեց, բայց հետո գլխով արեց։ Լավ, գնացինք։ Այդ գիշեր Տիգրանը մնաց մոտակա հյուրանոցում։ Նա չէր կարողանում քնել, նայելով առաստաղին։ Աչքերի առաջ մորհյուծված տեսքն էր։ Ինչպիսի սրիկա էի ես, մտածում էր նա լաց լինելով ինքնախարազանումից։ Առավոտյան նա եկավ հյուրատուն։ Օֆելիան օգնում էր Անահիտին հավաքել իրերը։ Քույրիկ ջան, զգուշ գնացեք ու շուտ լավացեք։ Շնորհակալ եմ քեզ, Օֆելիա ջան։ Ինչ կանեի ես առանց քեզ։ Լավացիր ու անպայման վերադարձիր։ Իհարկե, չէ որ սա հիմա իմ տունն է։ Նրանք գրկախառնվեցին։ Նրանք Երևան էին գնում լիակատար լռության մեջ։ Անահիտը նայում էր պատուհանից, իսկ Տիգրանը ճանապարհին։ Մեկ ժամ անց նա զգուշորեն հարցրեց. «Մամ, եթե քեզ վատ ես զգում, ասա, ամեն ինչ կարգին է», կարճ պատասխանեց նա։ Անցավ եւս որոշ ժամանակ, եւ նա առաջինը խոսեց. «Մհերը ո՞նց է, շատ է կարոտել քեզ»։ Այս խոսքերից Անահիտի կուրծքը սեղմվեց։ Այո, նա ամեն օր տատիկին է նկարում ու անընդհատ քո կարկանդակների մասին է խոսում։ Անահիտի աչքերը լցվեցին։ Ուրեմն նա կարոտում է ինձ։ Այո, մամ, մհերը շատ է փոխվել, հառաչելով ասաց Տիգրանը։ Նա շատ է զղջում այն խոսքերի համար։ Լավ, ինչ եղել է։ Նա սրբեց արդյունքները։ Տիգրանն այլևս չհամարձակվեց խախտել լռությունը։ Նրանք հասան հիվանդանոց։ Տիգրանը օգնեց մորը հասնել ընդունարան։ Բժշկին բացատրելով իրավիճակը նրան անմիջապես հոսպիտալացրին։ Վիրահատությունը կնշանակենք 3 օրից։ Հիվանդասենյակում Տիգրանն ասաց. «Մամ, ես ամեն օր կգամ»։ Բա աշխատանքդ։ Ոչինչ, ես պայմանավորվել եմ։ Իսկ կինտ ինչ է ասում։ Ես նրան չեմ ասել։ Մեկ է, Տիգրանը կակազեց։ Անահիտը ամեն ինչ հասկացավ ու հառաչեց։ Երեկոյան Տիգրանը վերադարձավ տուն։ Սաթենիկը նստած էր բազմոցին։ Գթար նրան, սառը հարցրեց նա։ Այո, իսկ փողերը։ Ես փողերի մասին չեմ խոսել։ Մայրս շատ հիվանդ է։ Սաթենիկը ֆսաց։ Հիվանդ, առողջ է եզանպես։ Ոչ, նա իրոք հիվանդ է։ Նրան սրտի վիրահատություն է պետք։ Սաթենիկի դեմքը քարացավ։ Վիրահատություն, ուրեմն ավելի շոտ փող կգնա։ Ես ինքս կլուծեմ հարցերը։ Ինչ, մեր փողերով, գոռաց նա։ Ես կվճարեմ մորս վիրահատության համար, հաստատակամ ասաց Տիգրանը։ Սաթենիկը անվստահությամբ նայեց նրան։ Դու գժվել ես, մենք ինքներս ապրելու միջոց չունենք։ Նա իմ մայրն է, ես վարկ կվերցնեմ։ Սաթենիկը լռեց, բայց նրա աչքերից կայծեր էին թռչում։ Իր սենյակից դուրս եկավ մհերը։ Պապ, տատիկին տեսայ։ Այո, տեսա, պատասխանեց Տիգրանը, գրկելով որդուն։ Ոնց է նա։ Նա շատ հիվանդ է, բայց շուտով կլավանա։ Մհերի աչքերը լցվեցին։ Ես ուզում եմ տատիկի մոտ։ Լավ, վիրահատությունից հետո ես քեզ կտանեմ։ Վիրահատության նախորդ գիշերը մհերը սկսեց աղաչել հորը։ Պապ, իսկ կարելի է այսօր հիվանդանոց գնալ։ Արդեն ուշ է։ Մհեր ջան, խնդրում եմ պապ, ես պետք է մի բան ասեմ տատիկին։ Տիգրանը մտածեց ու գլխով արեց։ Լավ, գնացինք։ Սաթենիկը դժգոհ տեսքով հետևում էր նրանց հյուրասենյակից։ Ինչու գնալ հիվանդանոց գիշերով։ Տիգրանը ոչինչ չպատասխանելով մհերի հետ դուրս եկավ։ Ամբողջ ճանապարհին տղան դողում էր։ Մհեր ջան, լավ ես։ Այո, ուղակի հուզված եմ։ Նրանք հասան հիվանդանոց ու բացեցին հիվանդասենյակի դուռը։ Անահիտը պառկած էր մահճակալին ու նայում էր պատուհանից։ Մամ, կամաց կանչեց Տիգրանը։ Նա շրջեց գլուխը։ Տատիկ, մհերը վազեց նրա մոտ։ Նա զարմացած էր։ Մհեր ջան, մհերը կանգնած էր նրա մահճակալի մոտ ու լաց էր լինում։ Տատիկ, ներիր ինձ, ես այնքան էի քեզ կարոտել, հեկեկում էր նա։ Անահիտը շոյեց նրա գլուխը։ Մի լացիր մհեր ջան։ Տատիկ, ես սխալ էի։ Ես չպետք է այդպիսի բաներ ասեի։ Անահիտի աչքերին նույնպես արդյունքներ հայտնվեցին։ Ամեն ինչ լավ է մհեր ջան։ Տատիկը չի բարկանում։ Տատիկ ջան, շուտ լավացիր։ Ես այնքան եմ ուզում քո թխած կարկանդակներից։ Այս խոսքերից Անահիտը արցունքների միջից շպտաց։ Բարի, ես արագ կլավանամ ու քեզ համար շատ կթխեմ։ Տիգրանը նայելով այս տեսարանին, զգաց թե ինչպես է կոկորդը սեղմվում։ Սա իսկական հաշտեցում էր։ Մայրիկ, վաղը ամեն ինչ լավ կլինի։ Այո, գիտեմ։ Իսկ վիրահատությունից հետո ուր ես գնալու։ Զգուշորեն հարցրեց որդին։ Ես կվերադառնամ ապ, այնտեղ է իմ տունը։ Տիգրանը ոչինչ չպատասխանեց։ Բայց եթե ուզենաս հյուր գալ, արի։ Մայրիկ, ես այնքան սխալ էի։ Ուզում եմ քեզ համար իսկական որդի դառնալ։ Լավ ապրիր եւ մհերին լավ մարդ մեծացրու։ Այո, մայրիկ։ Մհերը պինդ սեղմեց նրա ձեռքը։ Տատիկ, ես քեզ սիրում եմ։ Ես էլ քեզ եմ սիրում, մհեր ջան։ Նա գրկեց թոռանն ու լաց եղավ։ Գիշերը Տիգրանն ու մհերը գնացին։ Անահիտը մնալով մենակ նայում էր առաստաղին։ Վաղը վիրահատությունն է, վախենալու էր, բայց հոգում հանգստություն կար։ Վանո ջան, իմ մոտ ամեն ինչ կստացվի, մտածեց նա ու փակեց աչքերը։ Երազում նորից տեսավ ամուսնուն։ Դու ամեն ինչ ճիշտ ես անում։ Վիրահատությունը լավ կանցնի, եւ դու դեռ երկար կապրես։ Նա ժպիտով գրկեց կնոջը։ Շնորհակալություն սիրելիս։ Առավոտյան արևը ողողեց հիվանդասենյակը։ Ահա եւ սկիզբը։ Նա խորը շունչ քաշեց։
Նրան տարան վիրահատարան։ Տատիկ ջան, մի անհանգստացեք, ամեն ինչ արագ կավարտվի, քնքշությամբ ասաց անեսթեզիոլոգը։ Նա գլխով արեց ու դանդաղ փակեց աչքերը։ Վիրահատությունը տևեց 5 ժամ։ Տիգրանը նստած էր միջանցքում։ Մայրիկ, խնդրում եմ, թող ամեն ինչ լավ լինի, աղոթում էր նա։ Վերջապես վիրահատարանի դուռը բացվեց։ Վիրաբույժը հանեց դիմակը։ Դուք եք հարազատը։ Այո, ես որդին եմ, ինչպես է նա։ Վիրահատությունը հաջող է անցել, մի անհանգստացեք։ Տիգրանը թեթևությունից քիչ էր մնում վայր ընկներ հատակին։ Շնորհակալություն բժիշկ, անչափ շնորհակալ եմ։ Նա լաց էր լինում գլուխ տալով։ Մեկ շաբաթից կկարողանաք նրան տուն տանել։ Անահիտին տեղափոխեցին հիվանդասենյակ։ 2 ժամ անց նա ուշքի եկավ։ Առաջին բանը, որ տեսավ, որդու դեմքն էր։ Մայրիկ, վիրահատությունը հաջող է անցել։ Շատ լավ է, թույլ ձայնով պատասխանեց նա։ Մարմինը ցավում էր, բայց նա զգում էր, որ ողջ է։ Ինչքան չարչարվեցիր, մայրիկ։ Տիգրանը պինդ սեղմեց նրա ձեռքը։ Նա զգաց որդու ձեռքի ջերմությունը եւ փակեց աչքերը։ Անցավ 1 շաբաթ։ Անահիտը դանդաղ կազդուրվում էր։ Տիգրանն ամեն օր այցելում էր նրան։ Մայրիկ, այսօր քեզ համար շիլա եմ եփել։ Շնորհակալություն։ Շիլան այնքան էլ համով չէր, բայց նա երախտապարտ էր հոգատարության համար։ Համով է, հույսով հարցրեց որդին։ Այո, շատ, ժպտաց նա։ Մհերն էլ էր գալիս։ Տատիկ, այսօր դպրոցում նկար եմ նկարել։ Ապրես ես դու։ Շուտ լավացիր, տատիկ, որ անպայման կարկանդակներ թխես։ Մհեր ջան, տատիկը քեզ սիրում է։ Սաթենիկը ոչ մի անգամ չերևաց հիվանդանոցում։ Տիգրանը խնդրում էր նրան գալ, բայց նա հրաժարվում էր։ Ես չեմ ուզում տեսնել մորթ։ Ինքդ գնա։ Նա այլևս չէր պնդում, իսկ մորը ստեց։ Սաթենիկը մրսել է, չի կարող գալ։ Հա, Անահիտը գիտեր, որ դա սուտ է, բայց ձևացրեց, թե հավատում է։ Մոտենում էր դուրս գրվելու օրը։ Մայրիկ, արի գնանք մեր տուն։ Ես նոր բնակարան եմ վարձել։ Նա բացասաբար շարժեց գլուխը։ Ոչ, ես կվերադառնամ այնտեղ, որտեղ ապրում էի։ Այնտեղ է իմ տունը։ Այնտեղ ես հանգիստ եմ։ Տիգրանը հասկացավ, որ չի կարող նրան համոզել։ Լավ, ես ձեզ կտանեմ։ Դուք քո կյանքով ապրիր, ես իմ, ասաց նա նայելով որդուն։ Այլևս իրար բեր չլինենք, բայց եթե ուզենաս հյուր գալ, արի։ Արդյունքները հոսեցին որդու այդերով։ Մայրիկ, ես այնքան սխալ էի։ Լավ, ինչ եղել է։ Ես ուզում եմ քեզ համար իսկական որդի դառնալ։ Լավ ապրիր եւ մհերին մեծացրու։ Այո, մայրիկ, նա լռեց ու ավելացրեց. Ես բաժանվում եմ Սաթենիկից։ Անահիտը զարմացած նայեց նրան։ Բաժանվում ես։ Այո, մենք այլևս չենք կարող միասին ապրել։ Մեր հայացքները շատ տարբեր են։ Իսկ մհերը, ես նրան ինձ մոտ կվերցնեմ, նա ինքն էլ է դա ուզում։ Եթե կարծում ես, որ այդպես ավելի լավ կլինի, արա։ Այո, մայրիկ, հիմա ես ճիշտ կապրեմ։ Դուրս գրման օրը Տիգրանն օգնեց մորը նստել մեքենան։ Մհերն էլ էր նրանց հետ։ Տատիկ, գնում ենք լիճը տեսնելու։ Այո, մհեր ջան։ Մեքենան սլանում էր մայրուղով։ Անահիտը նայում էր պատուհանից ու ժպտում. Ես տուն եմ գնում։ Հոգին թեթև էր։ 3 ժամ անց նրանք հասան ափամերձ քաղաք։ Օֆելիան սպասում էր նրանց բակում։ Քույրիկ ջան։ Նա վազեց ու գրկեց Անահիտին։ Օֆելիա ջան, ես վերադարձա։ Այնքան էի անհանգստանում քեզ համար, լաց լինելով ասում էր Օֆելիան։ Շնորհակալություն, քո շնորհիվ ամեն ինչ լավ է։ Տիգրանն ուղեկցեց մորը սենյակ։ Մայրիկ, ես ամիսը 1 կգամ։ Լավ, ես կսպասեմ։ Մայրիկ, քեզ լավ նայիր։ Տատիկ, ես էլ եմ հաճախ գալու։ Իհարկե, արի։ Ես քեզ համար կարկանդակներ կթխեմ։ Տիգրանն ու մհերը գնացին։ Անահիտն ու Օֆելիան ձեռքով էին առում նրանց հետևից։ Նայելով հեռացող մեքենային նա հառաչեց. Ահա եւ իմ կյանքը։ Քույրիկ ջան, դու երևի հոգնել ես։ Գնա հանգստացիր։ Մի քանի օր անց Անահիտը վերադարձավ իր սովորական կյանքին։ Նա նորից բացեց իր կրպակը։ Տիկին Անահիտ, բարի վերադարձ։ Ինչպես է առողջությունը։ Շնորհակալություն։ Հիմա ամեն ինչ կարգին է։ Տեղի բնակիչները անկեղծորեն անհանգստանում էին նրա համար։ Հիմա ձեզ լավ նայեք։ Այո, կնայեմ։ Այս մարդիկ նրան ավելի հարազատ դարձան, քան ընտանիքը։ 1 ամիս անց, ինչպես խոստացել էր, եկավ Տիգրանը մհերի հետ։ Մայրիկ, ինչպես ես։ Լավ եմ, որդիս։ Տատիկ, այնքան եմ ուզում քո կարկանդակներից։ Հիմա բալեսս, ամեն ինչ պատրաստ կլինի։ Նա գնաց խոհանոց եւ պատրաստեց նրա սիրելի ուտեստը։ Տատիկ, ինչքան համով է։ Ուրախանում էր մհերը։ Նա գորովանքով նայում էր թոռանը։ Կեր, բալես։ Տիգրանը զգուշորեն ասաց. Մայրիկ,
Բաժանման գործընթացի մեջ եմ։ Այո, մհերը ինձ հետ է ապրելու։ Ես նրան լավ կդաստիարակեմ։ Այո, մհերին լավ նայիր։ Խոստացիր։ Մայրիկ, եթե դժվար լինի, արի մեզ մոտ։ Սա նաև քո տունն է։ Երեկոյան Օֆելիան ընթրիք պատրաստեց։ Եկեք բոլորով միասին ընթրենք։ Նրանք նստեցին մի սեղանի շուրջ։ Սա ջերմ ընտանեկան ընթրիք էր։ Երկար ժամանակ անց առաջին անգամ Տիգրանը զգաց տնային օջախի ջերմությունը։ Ընթրիքից հետո բոլորով գնացին ափին զբոսնելու։ Մայրամուտը երկինքը ներկել էր բոսորագույն երանգներով։ Տատիկ, ինչքան սիրուն է։ Այո, շատ։ Նրանք նստած էին ափին ու նայում էին մայրամուտին։ Քույրիկ ջան, թվում է քո իսկական կյանքը նոր է սկսվում, ասաց Օֆելիան։ Այդպես է։ Այո, նման է դրան, ժպտաց Անահիտը։ Քեզ նայելով ես էլ եմ համարձակություն հավաքում։ Մենք իրար կաջակցենք։ Այո, քույրիկ ջան։ Տիգրանն ու մհերը երեկոյան գնացին։ Մայրիկ, հաջորդ ամիս նորից կգամ։ Լավ, զգուշ գնացեք։ Տատիկ, ես քեզ սիրում եմ, լսվեց հեռվից։ Գիշերը անկողնում պառկած Անահիտը հիշում էր անցած օրը։ Ինչքան բան պատահեց, շշնչաց նա, բայց սղճում չկար։ Ընդհակառակը նա իրեն ազատ ու երջանիկ էր զգում։ Անցավ եւս մի քանի ամիս, նրա խոհարարական գրպակը ծաղկում էր, նրա մոտ սկսեցին մտնել ոչ միայն տեղացիները, այլև զբոսաշրջիկները։ Նա էլ ավելի մտերմացավ ակումբի կանանց հետ։ Ամեն շաբաթ նրանք հավաքվում էին միասին։ Տիկին Անահիտ, դուք ուղղակի ապրեք։ Չէ, սա ձեր շնորհիվ է։ Մի երեկո նրանք Օֆելիայի հետ նորից զբոսնում էին ափով։ Քույրիկ ջան, դու երջանիկ ես։ Այո, շատ երջանիկ եմ։ Սկզբում շատ դժվար էր։ Այո, բայց դու դիմացար։ Ես ուղղակի մարդ եմ, ես ուղղակի ուզում էի ապրել։ Ալիքները գալիս էին ափ ու հետ գնում, երկնքում ազատ սավառնում էին ճայերը։ Ինձ թվում է ես ազատ եմ, ինչպես այս ճայերը, ասաց Անահիտը նայելով երկնքին։ Դու ազատ ես, քույրիկ ջան։ Նա նայեց Օֆելիային ու ժպտաց։ Այո, վերջապես ես ազատ եմ։ Երջանիկ եղիր նաև հետո։ Շնորհակալություն, Օֆելիա ջան, դու նույնպես։ Նրանք բռնեցին իրար ձեռք ու քայլեցին ափով։ Այդ գիշեր Անահիտն իր օրագրում գրառում արեց։ Այսօր լավ օր էր։ Զբոսնեցի Օֆելիայի հետ։ Մտածեցի Տիգրանի ու մհերի մասին։ Բայց ես միայնակ չեմ։ Սա իմ տունն է եւ այս մարդիկ իմ ընտանիքն են։ Ես երջանիկ եմ։ Փակելով օրագիրը նա նայեց պատուհանից։ Լուսնի լույսը ողողել էր լիճը։ Վանո ջան, ես չէ որ ամեն ինչ ճիշտ եմ անում, շշնչաց նա, նայելով նրա լուսանկարին։ Երազում նորից տեսավ ամուսնուն։ Դու ամեն ինչ ճիշտ ես անում, ես հպարտանում եմ քեզնով։ Նա ժպիտով գրկեց նրան։ Շնորհակալություն, սիրելիս, սա քո շնորհիվ է։ Ոչ, դու ինքդ հաղթահարեցիր։ Հիմա ես երջանիկ կապրեմ։ Այո, ապրիր երկար ու երջանիկ։ Այո, ես սիրում եմ քեզ, Վանո։ Նա արցունքներն աչքերին գրկեց ամուսնուն։ Առավոտյան արևը լցրեց սենյակը։ Անահիտը բացեց աչքերը եւ ձգվեց։ Նոր օր։ Նա բացեց պատուհանը, թարմ զեփյուրը ներխուժեց սենյակ։ Նայելով հայելուն նա ժպտաց. այսօր լավ օր է լինելու։ Այսպես սկսվեց նրա օրը։ Նոր կյանքը սկսված 73 տարեկանում։ Անահիտն այլևս չէր վախենում բարձրացնել աչքերը։ Նա իջավ իր կրպակը, իսկ այնտեղ արդեն գնորդ էր սպասում։ Տիկին Անահիտ, ինձ այսօր ձեր թթուկ աղմբից տվեք, խնդրում եմ։ Այո, հիմա։ Մի րոպե։ Նա ժպիտով դիմավորեց նրան։ Սա նրա նոր կյանքն էր։ Նայելով մայր մտնող արևին, Անահիտը շշնջաց. Ես երջանիկ եմ, իսկապես երջանիկ, ինչպես չայերը։ Ազատ սավառնող երկնքում։ Նա նույնպես ազատ էր։ Թեթև սրտով նա սպասում էր վաղվա օրվան։ Շնորհակալ լինելով այսօրվա համար։ Սա այն կյանքն էր, որն Անահիտն ընտրել էր ինքնուրույն։ Ինչպես է ձեզ Անահիտի պատմությունը։ Մի կին, ով այդքան տարի ապրեց սեփական տանը, անտեսանելիի կարգավիճակում։ Իսկ հետո, լուսաբացին հավաքելով ընդամենը մեկ պայուսակ, դուրս եկավ շեմից։ Նրա կերպարի մեջ կար ինչ-որ դառնություն, բայց միևնույն ժամանակ հսկայական ուժ։ Երբ նա բացեց իր խոհարարական գրպակը ափամերձ քաղաքում, դա նման էր նրան, կարծես նա բացել էր վաղուց փակված պատուհանը։ Հնարավոր է սա լսելիս դուք մտածեցիք. բայց միթե կարելի էր գաղտնի վաճառել բնակարանը։ Դա չափազանց դաժան է, եւ դա լիովին հասկանալի զգացողություն է։ Բայց եկեք մտածենք։ Անահիտն ապրում էր սեփական տանը, որտեղ նրա հետ վարվում էին որպես ծառայի, եւ նույնիսկ սեփական թորն էր նրան ասում, որ նա հեռանա։ Իր իսկ սեփական տանից։ Տարեցների նկատմամբ բռնության վիճակագրությունը ցույց է տալիս.
որ այն դեպքերը, երբ ավագ սերունդը ենթարկվում է անտեսման կամ մեկուսացման ընտանիքում, տարեց տարի աճում են։ Հատկապես հաճախ երեխաների կամ հարսների կողմից կոպիտ վերաբերմունք են արժանանում այն սկեսուրները, ովքեր ֆինանսապես կախյալ են թվում։ Նման պատմությունները ցավոք հազվադեպ չեն մեր երկրում։ Ցանկանում եմ նշել, որ այսօրվա պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա, սակայն գեղարվեստական ստեղծագործություն է։ Պատմության ընթացքում հնարավոր է ավելացված լինեն որոշ չափազանցություններ կամ դրամատիկ տարրեր։ Բայց դասերը, որոնք տալիս է այս պատմությունը, պարզ են։ Առաջին. երբեք միշտաբեք ձեր գույքը վերագրել ուրիշներին։ Մեկ ստորագրությունը կարող է դառնալ ձեր պաշտպանության վերջին սահմանը։ Երկրորդ, տարիքը պատճառ չէ ամեն ինչ համբերելու համար։ Յուրաքանչյուր ոք, ինչպես եւ Անահիտը, իրավունք ունի ընտրություն կատարել հոգուտ սեփական կյանքի։ Երրորդ, երեխաները սովորում են նայելով մեծերի խոսքերին եւ արարքներին։ Մհերի խոսքերը, երբ ենք վռնդելու տատիկին, միայն նրա մեղքը չեն, մեծերի վերաբերմունքը փոխանցվել էր նաեւ նրան։ Չորրորդ, իսկական ընտանիքը ստեղծվում է ոչ թե արյունով, այլ սրտով։ Օֆելիան, ում նա հանդիպեց պատահական, նրան շրջապատեց ավելի մեծ ջերմությամբ, քան հարազատ որդին։ Վստահ եմ ձեր կողքին էլ կան նման մարդիկ։ Եթե ձեր մեջ կան նրանք, ովքեր հիմա ապրում են, վախենալով աչքերը բարձրացնել իրենց երեխաների կամ հարսների վրա, հիշեք Անահիտին։ Նույնիսկ 73 տարեկանում կարելի է սկսել նոր կյանք։ Երբեք ուշ չէ։ Ինչպես ալիքներն են գալիս ափ ու հետ գնում, այնպես էլ դժվար ժամանակները անպայման կանցնեն, եւ դուք անպայման կգտնեք ձեր լիճը։ Բաժանորդագրվեք, դրեք լայքեր եւ միացրեք ծանուցումները։ Եվ այդ ժամանակ, ինչպես եւ Անահիտին, ձեզ անպայման կայցելի իսկական երջանկությունը։ Թողեք մեկնաբանություններում ձեր մտքերը եւ թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Հաջորդ անգամ մենք կվերադառնանք նոր եւ հետաքրքիր պատմությամբ։ Եղեք առողջ եւ երջանիկ։ Շնորհակալություն։